Բարի ողջույն։ Ես երեք իմ տանը նկարանում եղավ իմ սիրելի Արմանի հետ եւ այնտեղ ասեցի, որ այսօր բաց TV տաղավարում սյուրպրիզ ունեմ։ Մի հետաքրքիր անձնավորություն, որ այստեղ տաղավարում ինձ ծանոթացրեցին, ես հերվից էլ լսել եմ, անկեղծ ասած այդքան գաղափար չունեմ։ Մեր նոր հյուրը ու զրուցեցի բավականին միջև հաղորդում սկսելը, ասեցի խելքի չափը ջոկ եմ։ Ու զգացի, որ գրագետ կիրթ տղա է, մեր Արտուրը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ շատ հրավերի համար, շատ հաճելի էր շփվելը, ես էլ ձեր մասին շատ տեսել էի, բայց այսօր առաջին անգամ տեսա հնարավորություն եղավ ձեր հետ իրական կյանքում շփվելու։ Շնորհակալ եմ, որտեղ Արմանը մի որոշ ժամանակով երկրից բացակայելու է, ուզում եմ Արտուր տեսնեմ Արմանի տեղը, իհարկե տարբեր մարդիկ տարբեր են, երբեք ոչ մեկի տեղը չի կարա գրավի, երբեք, այդ սուտ է, լրացնի, գրավի, չկա տենց բան։ Ես ինչի համար եմ հրավիրել Արտուրին, որ և վեդայական աստղաբան, կարող եմ ասել, և տարոլոգ։ Վեդայականը մեկ ուրիշ ենք իր աշխատանքից կասի, ես հիմնականը ասում եմ իմ հրավերը նման մարդկանց, հենց Արմանին էլ, որպեսի մոլագարները շատ են իմիջալոց, բայց գնալով իրանք կմարեն։ Ու շատերի մոտ, ովքեր գաղափար չունեն գիտությունը և գուշակությունը իրար չխառնեն, որպեսի շատ գրագետ ձևով Արտուրը ներկայացնի իր աշխատանքի մեթոդը, որքանով է ճիշտ, որպեսի մարդիկ կարողանան կողմնորոշվեն ու էժանագին գուշակները չհամեմատել։ Հետո ձեզ ասեմ, դուք գուշակներից մի վախեցեք, իրենք բոբոչ են, գուշակները այն ժամանակ տատիկները մոմթափողներ, իրանք բարի են, իրանք մտել լինեն, աշխարհը ծնվել է այդ ամեն ինչով, վհուկությունն է սարսափելու, վհուկությունը լավ բան չի, կախարդություն, մոգություն նշանակում է կախարդություն, կա սպիտակ, կա սև, մենք սև կախարդություններ հետ գործ չունենք, որտեղ նրանք լավ բաներ չեն անում, ու ոչ մեկին իրավունք տրված չի մարդու ճակատագրետ խաղալ, ես իմ աշխատանքի մեջ, քանի որ աստղաբանությունը ծավալուն է, բավականին խորը ճյուղեր ունի, դարերի է համարվում, դարերի գիտություն է, դա գինը մենք Հայաստանում շիրակացուց վերցնենք, ես ընտրել եմ հիմնական աստղահոգեբանությունը, որ ընտանիքներն է, բոլորդ էլ գիտեք, ու տնավարի ժողովրդարի խոսում եմ իմ աշխատանքը ուղղություն բերելն է, ելքը տալը։ Եվ Արտուրի հետ զրուցելուց ես նկատեցի այդ հարցեր է տալի բավականին, ինչ որ ինձ պետք էր, ես վերցրեցի արդեն իրենից, ու կուզեմ, որ ինքը ներկայացնի իր աշխատանքի մեթոդը ինչպես է, ու վեդայականը այս աստղաբանությունից ինչով է տարբերվում, ու դասական ենք համարում, միջև անգամ ընդեղ ժամկետների տևողություն կա, բայց համարյա նույն բանն ասվում է, տեսնենք ինչքանով է ճիշտ աշխատում ու նաև տարոլոգիա։ Սկսեմ նրանից, որ ես արդեն երկար ժամանակային ուսումնասիրում եմ առհասարակ էզոտերիկա, բայց իմ հիմնական զբաղմունքը մոտ 4 տարի եղել է նումերոլոգիան և տարոլոգիան, իսկ հիմա արդեն 1 տարուց ավել է ինչ ուսումնասիրում եմ վեդայական աստղաբանությունը, վարում եմ իմ ինստագրամյան բլոգը, յութուբյան ալիքը և աշխատում եմ նաև մարդկանց հետ, չնայած այս պահին դեռևս խորհրդատվությունները անցկացվում են մենակ տարոյի և նումերոլոգիայի շնորհիվ, բայց շուտով արդեն աստղաբանական խորհրդատվություններ նույնպես տեղի կունենան։ Մինչև տարոլոգիայի մասին խոսալը միա ցույց տամ իմ քարտերը, որը իմ հետ բերել եմ, այսօր առհասարակ տարոյի շատ տեսակներ կան, բայց եթե մաքրենք դիզայներական այդ տարբերությունները, հիմնական տարո քարտերի հիմքը նույնն է, տարո քարտերը գալիս են Եվրոպայից, չնայած քարտերի գաղափարը շատ ավելի հին ժամանակներից են գալիս, Չինաստանում էլ են եղել տարբերակներ, Հնդկաստանում էլ, Եգիպտոսում էլ, բայց տարոյի այն տեսակը, որը մենք ունենք, որը հիմա տարածված է, ձևավորվել է մոտ 18-րդ դարում Եվրոպայում, երբ Եվրոպայում արդեն զարգացում ստացավ օկուլտիզմը, մարդիկ, շտապում էր ինչ-որ հարցում, գիտես չէ, սենց պայտակ բաներ էլ նշանակում աշխարհը համաձայն է քեզ հետ։ Տենց իմաստություն կա, այո։
Բայց տարոյի այն տեսակը, որը հիմա տարածված է, բոլորը օգտագործում են, ձևավորվել է 18-րդ դարում Եվրոպայում ու Եվրոպայից էլ արդեն եկել հասել է մեզ։ Սկզբում տարո քարտերը օգտագործել են խաղաթուղթ խաղալու համար, բայց արդեն այդ ժամանակների օկուլտիստները, մոգերը գտել են նմանություն տարո քարտերի եւ աշխարհի կառուցվածքի մեջ։ Իրականում տարո քարտերը ուղղակի քարտեր չեն, որ ստեղծված են գուշակության համար։ Եթե տեսնենք, այստեղ քարտերը գերհագեցած են տարբեր սիմվոլներով, տարբեր նշաններով, ու քարտերի այդ աշխատանքը ենթադրում է ունենալ ինֆորմացիա թե կաբալայի մասին, թե օկուլտիզմի, թե մոգության, թե նումերալոգիայի, թե հոգեբանության, թե աստրոլոգիայի, այսինքն երբ որ մարդը վերցնում է քարտերը իր ձեռքը աշխատելու համար, պետք է տերաբայթերով ինֆորմացիա յուրացնի, շատ սովորի, որ նոր սկսի աշխատել։ Ու մինչև աշխատանքն էլ շատ կարևոր է, որ մարդը հոգ տանի իր առողջ էներգետիկայի մասին, իր մաքուր էներգիայի մասին, որովհետև քարտերը վերցնել գուշակել բոլորն էլ կարող են իրականում։ Յուրաքանչյուր մարդ, ով վերցնի քարտ, կարա գուշակություններ անի։ Կապ չունի տարո կլինի, սովորական պոկեր խաղալու քարտեր կլինեն, զար կլինի, կոպեկ կլինի, յուրաքանչյուր բանով հնարավոր է գուշակություն անել, բայց վտանգավոր հարցն է, թե այդ գուշակության ժամանակ ինֆորմացիան որտեղից է գալիս։ Երբ որ անփորձ մարդը, ով չի ուսումնասիրել, չգիտի այս ամենի ինչի մասին է, ու վերցնում է քարտերը զուտ փող աշխատելու համար կամ մեր օրերի թրենդն է, հա, բոլորը տարոլոգ են, բոլորը աստրոլոգ են, զբաղվում է գուշակություններով, այդ ինֆորմացիան գալիս է ցածր դիվային աշխարհներից, ոչ մաքուր էակներից, ու այդ գուշակությունը շատ վտանգավոր ու շատ վնասակար պրակտիկա է։ Առհասարակ տարոլոգը ու ցանկացած էզոտերիկ մարդ, հա, կլինի նումերոլոգ, աստրոլոգ, երբ որ աշխատում է մարդու հետ, պետք է հասկանա, որ ինքը Աստված չի ու ինքը 100%-անոց բոլորի ճակատագրերը չգիտի ու չկա տենց մի հատ գրված ճակատագիր, որ բոլորի համար նույնն է կամ մարդու կյանքում ինչ որ գրված է, այդ էլ պետք է լինի։ Տարոն մեզ օգնում է առաջին հերթին վերլուծել մեր ներկան։ Տարոն ունի բազմաթիվ ֆունկցիաներ, դրանցից մեկը հոգեբանական ֆունկցիոնալն է։ Ինչպես նշեցի, այստեղ մենք հանդիպում ենք տարբեր սիմվոլների, տարբեր նշանների ու յուրաքանչյուր սիմվոլ, յուրաքանչյուր նշան օգնում է մեզ մեր ենթագիտակցությունից, մեր գիտակցականի այն անհայտ տեղից հանել մեր էմոցիաները, հանել մեր ներքին հույզերը, վախերը, կասկածները ու դրանք տեսնել քարտերի մեջ։ Նույն տարոյի հիմքի վրա հոգեբանության մեջ ստեղծվել են մետաֆորիկ ասոցիատիվ քարտերը, որ կոչվում են MAC քարտեր, այ ինքը հոգեբանների մեջ արդեն լայնորեն կիրառում ունի, որովհետև հոգեբանները բնականաբար չեն կարող էզոտերիկ գործիքներ օգտագործեն, բայց իրանց էությունը ընդհանուր առմամբ նույնն է, երբ որ մարդը նայում է քարտին, մարդուն հաջողվում է այս քարտի նկարների մեջ տեսնել իր հոգեվիճակը ու խոսալ իրան հուզող թեմաների մասին։ Դա տարոյի հոգեբանական ասպեկտն է։ Բայց քանի որ տարոն շատ ուղիղ կապ ունի մոգության, օկուլտիզմի հետ ու այս սիմվոլներն էլ, հա, պարզապես սովորական սիմվոլներ չեն, տարոն արդեն հնարավոր է օգտագործել գուշակության համար էլ, ապագան կանխատեսելու, մարդու էներգետիկ վիճակը վերլուծելու ու հասկանալու համար, բայց գուշակությունը շատ վտանգավոր է, որովհետև երբ որ մարդը դիմում է քարտերին ապագան գուշակելու համար, մարդը ուղղակիորեն իր կյանքի պատասխանատվությունը գցում է քարտերի վրա ու Աստված մարդուն տվել է ընտրության, ազատության հնարավորություն։ Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, ինչ ուղով գնա իր նպատակի հետևից ու խնդիրների ժամանակ ինչ որոշումներ կայացնի։ Գրագետ մասնագետը եւ ով աշխատում է տարոյով օգնում է մարդուն վերլուծել խնդիրը, վերլուծել իրավիճակը օբյեկտիվ տեսանկյունից, հասկանալ խնդրի արմատները, հասկանալ ներկայիս խնդրի էությունը, այդ խնդրի լուծման տարբերակները ու մարդուն ներկայացնում է, հայ դիմող մարդուն ներկայացնում է, թե այս իրավիճակից ինչ մեթոդներով կարելի է դուրս գալ։ Ապագան բազմա սցենար է, ապագայում ամեն ինչ հնարավոր է, չկա մի հատ գրած ֆիքսված ապագա մարդու համար։ Ու երբ որ մարդիկ զբաղվում են գուշակությամբ, դա առաջին հերթին հոգեբանական տեսանկյունից ուղղակի ինքնածրագրավորման պրակտիկա է, երբ որ մարդը կուրորեն հավատում է գուշակի ասածներին,
ու եթե գուշակը այդ մարդուն ասի դու գնաս ընկնելու ես մեքենայի տակ, այդ մարդը արդեն վերցնելով այդ ինֆորմացիան, այդ մեքենայի տակ ընկնելու ինքն իրան ներշնչանքով, ինքն իրան ծրագրավորելով, ինքնաբերաբար ենթագիտակցորեն իրան կտանի կգցի մեքենայի տակ։ Ու այստեղ շատ մեծ վտանգ կա, հա, որովհետև հիմա քարտերը շատ պոպուլյար են դարձել։ Հիմա ես այստեղ չեմ ուզում խոսամ էզոտերիկ վտանգների մասին, որովհետև կպնել ցածր աստրալին, կպնել դիվային ուժերին, բնականաբար նշանակում է քո կյանքը լրիվ տակնու վրա անել։ Դրա մասին հենց չխոսամ, էսի շատ ավելի խորը թեմա է, բայց հոգեբանական ասպեկտով, երբ որ մարդը պատրաստ չի իր կյանքի համար պատասխանատվություն վերցնի, հա, ուզում է մեղքը գցի աստղերի վրա, քարտերի վրա, թուղթուգրերի վրա, այդ մարդը ամեն կերպ խուսափում է իր խնդիրները լուծելուց ու ինքն իրան ավելի է թաթախում այդ խնդիրների մեջ։ Դրա համար պետք է հնարավորինս գրագետ ու ինչքան էլ հավատաս մոգությանը, էզոտերիկային, չկորցնես քո ռացիոնալ դատողությունը, չկորցնես քո տրամաբանությունն ու լոգիկան, որպեսզի խնդրից կարողանաս հնարավորինս adekvat ձևով դուրս գաս ու դու ինքդ կառավարես քո կյանքը, այլ ոչ թե քո կյանքը կառավարեն քարտերը կամ գուշակները։ Հիմա կարելի է հարցեր տալ։ Իհարկե։ Որտեւ ես հարցեր պետք է տամ, 3 հարց քո պատասխաններից ելնելով։ Առաջի հարցը. Նախ աստղաբանությունը գուշակություն չի, ինքդ էլ գիտես կանխագուշակություն է։ Մյուսը տարոլոգիան ինչ է համարվում, գուշակություն, թե բայց կանխագուշակություն չի։ Տարոլոգիան կարտերը էլի գուշակության ցանցի մեջ է գտնվում, որքան հիշում եմ, ես մի քիչ մեծամտություն կլինի իմ կողմից, որ ասեմ ամեն ինչ եմ ուսումնասիրել ու այսքան իմ տարիների փորձը ես հոգնեցի մարդկանց մեջ տեսնելով, որ այդ մարդը սրիկայա տական քաղաքապի, ես իրական խիրոլոգիայի մասնագետ եմ, ձերքափի գուշակության տարիներ առաջ, որտեղ շատ եմ սիրել, ինչքան էլ աստղաբանությունը, որտեղ ժամը պետք է իմանաս, որ քարտեզը կազմես, ես եմ այդ քարտեզն էլ չեմ կազմում, որտեղ էֆեմերիդներով աշխատում եմ, ես գրքից ոչ մեկ չունի, չնայած վաճառում են գրախանութներում, բայց Հայաստանում այդ նույն քարտեզը գծած կա, գրաֆիկա կոմպյուտերի մեջ, աստղաբանները դրանով աշխատում են, թող աշխատեն։ Հաջորդը ինչ է ուզում ես ասած լինեի, որ որքան դու կարող ես իմանալ այդ աստղաբանը կամ տարոլոգը կամ նումերոլոգը, իրանք ճիշտ են, իրանք խաբեբաց չեն։ Ոնց կարող ես դու իմանալ մեկ, որտեղ բոլորը գիտեն, որ իրանք ճիշտ են, ես ասեցի, ես գիտեի, րոպե իմ ասածը կատարվեց, ես լսում եմ բոլորին, ես չեմ թաքցնում, լսում եմ, կոմենտներն էլ եմ կարդում, որտեղ ես մարդկանց հետ եմ շփվում, ես պետք է ինֆորմացված լինեմ, որ կարողանամ հստակ խոսեմ, որովհետև ինձ շատ հարցեր են տալիս, շատ, ամբողջ օրը նստած նամակ եմ պատասխանում, անկախ նրանից լավա թե վատա, այնքան էլ պրիմիտիվ հարցեր են տալիս, որ ջայնանում եմ, առաջ տղայս այդ միշտ խորհրդակցել, մամ դե այդ մարդն էլ տենց է, ինչ ես անպայմ, բայց ասում, տղա ջան, այդքան սահմանափակ ուղեղ կլինի, ու մարդ, որ ինքը երեխեք ունի, մի աղջիկ, շատերը կան այդպես այդ տեսակին, երիտասարդ երկար տարիներ երեխա չի ունեցել, հարց է տալիս, ես երեխա կունենամ թե ոչ, ու որ թվին երբ, արդեն հարցը անգրագետ հարց է, ինքը չի հարցում, ես ի վիճակի եմ երեխա ունենալու, արդյոք ինձ տրված է երեխա ունենալ, յուրաքանչյուր հարցում, արդյոք ինձ տրված է ամուսնանալ, փողեր ունենալ, տուն ունենալ, երբ կլինի, բայց չի հարցնում, կլինի թե չէ, այն թզենին, որ փարթամ, Հիսուսը այդքան ճանապարհներից եկավ, ծառավել էր, շոքում էր, ուզում էր մի հատ պտուղ ուտեր, տեսավ պտուղ չկա ու իր առաջի անեծքն ա դա, որ այտենց էլ անպտուղ մնաս, բայց ինքը շատ սիրուն ու փարթամ էր թզենին։ Այս պիտի մեր ժողովուրդը հասկանա, ինչ է իրեն տրված, ինչ իրեն տրված չի, իսկ աստղաբանությունը դա օգնում է։ Իրոք օգնում է աստղաբանությունը, որտեղ իմ աշխատանքի մեջ խրատ կա, ելք։ Ես հետևից չեմ գնում, ես բանալին եմ տալիս, որտեղ իրավունք չունեմ մտնեմ իր ճակատագրի մեջ, ասում եմ հենա դուռը գնա բաց, բայց այն մի դուռը չմտնես, ինքը չի լսում, Ստալինն էլ չի լսել, Ստալինն էլ ունեցել իր կողքը մոգեր, ինքն էլ է մոգ եղել, Հիտլերն էլ է մոգ եղել,
ինքը չի լսել, որտեվ ինձ ասում են, որ Ֆիդել Կաստրոն էլ, բոլոր մեծամեծները, ղեկավարները, այդ թագավորները, որ ունեցել են արդեն ուղղակի կա, որ չեն լսում, որ ինքը թագավոր է, ինքը ճիշտ է, ու որ չեն լսում, վատ է լինում։ Այս Ստալինը չլսեց, իրան թույնեցին։ Այդ օկուլտիզմը ես շատ եմ ասել, որ ուսումնասիրեք, որտեվ ինքը հետաքրքիր է, գաղտնագիտություն է։ Այս տարոլոգիան, որքանով հիշում եմ, 4000 տարի առաջ է, որ կարող է սխալ ասեմ ժամկետը, բայց բավականին է։ Հիմա տեսեք ինչքան ես գիտեմ մարդ, որ 600 տեսակի ունի այս կարտերից։ Այս 5 գիտություն է, դա էլ է գիտություն համարվում։ Այդ որտեղից այդքան այդ կարտերը այդքան հնից եկա 4000 տարվա, որ հիմա արդեն սկսվում են տպել, հանել, վաճառել, սա արդեն ես հանգեցի նրան, որ սա բիզնես է։ Իսկ կարտեր նայելը, այտենց ասեմ, կարտեր նայելը դա ֆանտազիա է։ Մարդու ֆանտազիան այնքան ուժեղ պետք է լինի երևակայությունը։ Ու շատերն էլ կան ֆոկուսնիկ են։ Հիմա շատ ֆոկուսնիկներ կան, իլյուզիոնիստներ են, այն մի ֆոկուսնիկ ունենք սովետի ժամանակ Հակոբյան, «Так только может Հակոբյան», Սենցերանու երգում էր։ Այդ երգը շեղում էր իրան, որ ինքը պլակատը ճմրթում էր, գրած էր Հակոբյան, Սենցերանում պատռում էր, «Так только может Հակոբյան» ու երգում էր։ Մեկ էլ սենցան որ պլակատը կար։ Ֆոկուս, իլյուզիա։ Հիմա շատ կարտնահողներ ֆոկուսնիկները։ Համաձայն Ու քանի որ մարդկանց մոտ հիմա մտածելակերպը վերացել է, դա վաղուց է, նոր չի։ Ես ասի չէ, գուշակությունը վաղուց է եղել, մարդկության սկզբից է եղել, քարերով, ճանով, այն ոսկորներով, սիսերով, լոբիով, քարերի վրա փորագրելով։ Մենք հայերս էլ ենք ունեցել աստղագետներ, աստղաբանություն եղել է մեզ մոտ։ Մատենադարանից շատ բաներ կա։ Ես ուզում եմ, որ դու ասես, ոնց մարդիկ իմանան գրագետին ու անգրագետին, որքանով է ինքը ճիշտ, այս իմ հրավերքը, որ կանչում եմ ձեզ, իմիջալոց ես ասի, մին այդ շնորհակալ եմ, որ Արմանին ծանոթացրել է։ Ու քեզ էլ եմ ասում, դա բավականին պատրաստված տղա ես, լսեցի ուշադիր, ես հրավիրում եմ, որպեսի մարդիկ կարող, այդ դու ասեցիր, որ կարողանա կողմնորոշվի, մարդը ինքը որոշի, որ կողմ գնա, բաժակ նայողի մոտ գնա, կարտ նայողի մոտ գնա, թե ճանք գցողի մոտ գնա, հա մաղել եմ պտտեցնում, հիշեցի, ամեն ինչ էլ անում են, ամեն ինչ անում են, քանի մարդկությունը կա, դա չի վերանալու։ Պարզապես իմ մամայիս խոսքը ես շատ իմաստուն մայր ունեի, ինտելիգենտ կիներ, միշտ ասում էր այդ թուղթուգրերից մի խոսեք, դա հետամնացություն է, որտեղ որ գալիս են ինձ դիմում են, ասում են այդքան գալիս ինչ են ուզում այդ մարդիկ, մատը փուշամտը ասում են թուղթուգիր, ասում ամութա վերջ տուր, ինչ հետամնաց բաներ են խոսում, մեկ էլ ինչն է կարևոր, որ դու էլ այ կխոսես քո կողմից, որ եթե մարդու մոտ ինչ-որ մի բան չի ստացվում, հենց թեկուզ որ ասի երեխա ունենալը, չէ, անմիջապես վերագրում են թուղթուգրերի, կախարդությունների, մոգության, մարդիկ ապրել են, մեկ էլ կանգնում է, սառում է, ֆինանսական դժվարություններ, զույգերի հարաբերությունները, որ լավ վիճակ, 2-3 տարի իրար հետ ապրում են, գզում են իրար ամուսիններով, կամ երեխա չի լինում։ Չեն մտածում ոչ մեկ, ինֆորմացիա չկա, գրագետ չեն խոսում, մարդկանց չեն ներկայացնում, դրա համար պետք է լինի մարդու ինստիտուտ, որ մենք չունենք։ Դե մտածեն, ինչի է ինձ մոտ վատ, այ աստրոլոգիան բացատրում է, որ ժամանակահատվածներ կան, որ այս ընթացքում մի արա կամ այս գործը քոնը չի, քեզ տված է քարտաշ լինել, ինչ ես գնում կոշկակար դառնում, որտեղ նա կոշկակարությունից լավ ավաստակ է, նա իրենն է, նա քոնը չի։ Այս հասկացողությունը չկա մարդկանց մեջ, ամեն մի անհաջողություն վերագրում են թուղթուգրի։ Ես չեմ ասում չեն անում են, լինում է ազդում է, բայց այս բանը շատ կասեի, դու էլ խնդրում եմ կասես քո կողմից, որտեղ ես դեռ քո տեսակետը չեմ լսել, օրինակ Արմանին գիտեմ, քոնը դեռ չեմ լսել, որ երբ մարդիկ գտնում են միամիտ այդ
գիր կոչված հասկացություն։ Զիբիլը, ես անդրել եմ զիբիլ, ուրիշ Ճիշտ բան էլ դերել եք։ աղբ չեմ ուզում ասել, ինքը զիբիլ է։ Ուրեմն այդ անողը կամ անգրագետը, ինքը անգրագետ ձեռագիր է կոչվում։ Կամ էլ ուժը կորցրած է, որ գտնում է, որտեղ եթե դու իրական գրագետ մոկ լինես, որ քո արմատի մեջ դա պետք է լինի, ու դու հասուն տարիք ունենաս, դա 42-ից հետո է, մինչև 42-ի առաջ մոգությունը չի անցնի, այդ ես չեմ հնարել այդ ասածես, եթե դու գտնում ես, ուրեմն այդ անողը անգրագետը, դու մի վախեցի, որտեղ իսկական մոգի աշխատանքը դու չես գտնի, քանի ինքը չի եկել գտնի։ Եթե գերեզմաններում տանում թաղում են, դու ոնց կարաս գտնես։ Չէ՞։ Միանշանակ։ Այնտեղ կա ռիտուալներ։ Էլի դրանք խելացի ռիտուալներ են, որ դա էլ է մաքրվում։ Դա էլ կարող են անել, բայց դու պետք է շատ պատրաստված լինես։ Հիմա իմ հարցս, այդ ոնց է, եթե տարոլոգիան այդքան 5 գիտություն է համարվում, դարի գիտությունը համարվում ու հիմա ենք եկել ասպարես արդեն այդ ինտերնետով նայում ես պատվիրում ես սեքսուալ կարտելեր գոյություն ունեն ամեն ձևի 4000 դրամ ես այն ժամանակ որ նոր գիտեմ $100 էր որը շատ թանկ էր դա հիմա $100 հեչ բան է հիմա ովասես առնում է ինչ ուզում ես ինտերնետում կա ինչ ուզում ես Ամեն ինչը կարաս սա արդեն բիզնես է, սա աշխատանք չի։ Եվ մեր Հայաստանին, քանի որ մենք մոգեր չունենք, Հայաստանը մագիա չի ունեցել, մենք շամաներ չունենք, այնքան այդ կեղտոտությունը, կախարդությունները, անեծքները Հայաստանում շատ է, այնքան են իրար բաներ անում, այն նրա մարդուն այն նրա կնգամբերը այնց արա որ արհեստական սերեր են ստեղծում, արհեստական, չգիտեմ, հաջողություններ են ստեղծում, մեր երկիրը դղրդում է, տնքում է մեր հողը, որտեղ մեր երկրը գրահավոր կեղտոտված է։ Ահավոր կեղտ հիմա 20 թվականից այս կորոնան հենց այնպես չեղավ, շնչուղիները, որ կապը Աստծո հետն է։ Այս եկեղեցուն կպնել եկեղեցուն չէ, քանային կպնելը հենց այնպես չեղավ։ Ոչ մի բանը երկրաշարժ, պատերազմ, իրար հետև 18-19 տարեկան երեխեքի կորուստ, այս կարմիչեսկի տարիքա ու հիմա անենց հետաքրքիր տարի է անցյալ տարվանից սկսված դեռ կշարունակվի այս այն էլ հենց 26 թվականի հուլիս-օգոստոսից որ նոր երեխաների սերունդ է սկսվել ու հրաշալի տաղանդավոր ու հարուստ են լինելու որը 18 տարի տևող ծրագիր է հիմա մենք այնքան լավ ու ճիշտ պետք է ապրենք ու միասնական ապրենք այ մի բռունց սկսենք որ հետո մենք հարված չստանանք, որտեղ 18 տարեկանները մեր անցյալի կարելի ասել ընտանիքների պատասխանն է մինուճարել է գնացել այս աշխարհից մինուճար հիմա մաման ասում է ես ինչ եմ արել ես չգիտեմ կողերը պապն արել չգիտեմ այս ամեն ինչը որտեղ լավին է խփում Աստված այդ լավին վերցնում ասում արի ես քեզ տանեմ կարթին աշխարհ ես անիրավ աշխարհը քո տեղը չի տղա ջան աղջիկ ջան բալա ջան այս երեխեքի կորուստները որ sense լինում են անչափած երեխեքի խեղդվելը ավտոբուսի վթարը որ երեխաները էքսկուրսիա հենց այնպես չի ուշադրության անուշադրության մամաներն ընկել են այդ անպետք բաների մեջ թե մարդկային շփումը վերացել է լավ ես շեղվեցի այնտեղ խոսելու բաներ շատ կար ես ուզում եմ իմ հարցերին պատասխանես այդ գուշակություն համարվում է թե չէ տարոն հետո այդ ոնց է որ ինքը 5 գիտություն է համարվում ու հիմա սկսել են այս քանի տարի Հայաստանում երբ էր այդպես բան տեսել մարդու ձեռքին տարո անի բախտ նայի ու գներ են դնում գներ լավ են անում թողան ես ոչ մեկի գների վրա չեմ խոսում Ուրեմն իրանից բանա ներկայացնեմ, որ այդքան գինա դնում, ով էլ ուզում է խափնվի, թող գնա իրանց մոտ։ Նախ սկսեմ նրանից, որ հա քարտերը շատ հին պատմություն ունեն, ոնց նշեցի, քարտերի ակունքները գալիս են թե Եգիպտոսից, թե Չինաստանից, թե Հնդկաստանից, այսինքն պատմաբանների մոտ անգամ չի հաջողվել հստակ ասել, թե քարտերը որտեղից են սկսել, հա, այնտեղ շատ վարկածներ կան, որ հնարավոր է Հնդկաստանից գնչուներն են տարել Եվրոպա,
հնարավոր է Եգիպտոսից պահպանված ինչ որ մասունքներ են մնացել, բայց Տարոյի այս պատկերը, որը ունենք, այս տրցակը, որը հեսպային իմ ձեռքում է, ինքը արդեն ձևավորվել է 18-րդ դարի ընթացքում Արևմտյան Եվրոպայում։ Քարտերը, եթե մի բառով ասեմ, էզոտերիկ գործիք են։ Ու ինչի գործիք, որովհետև ոնց որ ցանկացած գործիք, նույն ձև քարտերը կարելի է տարբեր նպատակներով օգտագործել։ Տարոյի քարտերը կարելի է օգտագործել գուշակության համար։ Տարոյի քարտերը կարելի է օգտագործել մոգության համար։ Տարոյի քարտերը կարելի է օգտագործել հոգեբանական վերլուծության համար, էներգետիկ վերլուծության համար։ Այսինքն քարտերը, գործիքը ոնց օգտագործվեն, դա արդեն որոշում է մասնագետը։ Հիմա իմ ձեռքին տարո քարտեր կան, դա չի նշանակում, որ ես գուշակ եմ, բայց կարող է մեկ այլ մարդ նույն տարո քարտերով անի գուշակություններ ու ինքը լինի գուշակ։ Ես միշտ սենց պրիմիտիվ օրինակ եմ բերում, ասում եմ դանակը գործիք է, մենք կարող ենք դանակով համեղ ուտելիք պատրաստենք ու կարանք ուղղակի իրար սպանենք։ Դրանից դանակը լավը կամ վատը չի դառնում։ Ես դանակը ոնց կօգտագործեմ, դա արդեն իմ որոշումն է ու իմ պատասխանատվությունն է։ Նույն դանակը օգտագործվում է բժշկության մեջ վիրահատության ժամանակ մարդու կյանք փրկելու համար, բայց նույն դանակը էլի մարդու կյանք է խլում։ Մասնագետն է որոշում դա ոնց օգտագործի։ Տարոյում արկա են հոգեբանական ասպեկտները։ Տարոն ինքը հստակ համակարգ է, 78 քարտից բաղկացած, այստեղ ուղղակի քարտեր չեն, ուղղակի նշանակություններ։ Կաբալայից շատ չխոսամ իրականում, որ այստեղ ինչ-որ լեկցիայի չվերածվի, բայց Կաբալայի տեսության համաձայն, ուսմունքի համաձայն, այս աշխարհը կառուցված է 10 շրջաններից, սեֆիրաներից, դա կոչվում է կաբալիստիկ ծառ, չխառնեն ռունաների ծառի հետ, որտեղ ռունաները լրիվ ուրիշ էգրեգոր է, ուրիշ պատմություն է, Կաբալայի հետ կապ չունեն։ Կաբալան ուսմունքը Համաձայն Կաբալայի ուսմունքի մարդը, որպեսզի հասնի լուսավորության, որպեսզի հասնի հոգևոր բարձունքի, պետք է հասնի 10 շրջաններով։ Ֆիզիկական աշխարհի գոյատևումից մինչև աստվածային աշխարհ, աստվածային շնորհ, ինքնարեալիզացիա, ինքնաբացահայտում ու դա ըստ հոգևոր զարգացման մակարդակների է տեղի ունենում։ Տարոյի 22 ավագ քարտերը, ավագ էներգիաները սենց ասած, ավագ արկաններ են իրանք կոչվում, այդ ճանապարհներն են, որ մարդու հոգին այդ 10 շրջանների մեջով անցնում է։ Իսկ 10 շրջաններին մենք հանդիպում ենք արդեն կրտսեր արկաններում, որովհետև կրտսեր արկանները բաժանված են 4 դասի, փողեր, դրամներ, գավաթներ եւ գավազաններ, ամեն դասում կա եւս 10 քարտ թվագիտական տեսանկյունից, այսինքն յուրաքանչյուր քարտի յուրաքանչյուր դասել ներկայացնում է մեր կյանքի մի հատվածը, նյութական աշխարհ, էմոցիաներ, գործողություններ, մտքեր։ Մի խոսքով տարոն հստակ համակարգ է, որքան էլ առաջին հայացքից ինքը ռանդոմ քարտեր են տարբեր նշանակություններով, բայց այստեղ կա համակարգ ու պարտադիր է, որ մասնագետը տիրապետի այդ համակարգին, որպեսզի հասկանա այդ համակարգային մոտեցումը ոնց է լինում։ Տարոյի քարտերը կապ ունեն նումերոլոգիայի հետ, կապ ունեն աստրոլոգիայի հետ, որովհետև յուրաքանչյուր քարտ ունի իր աստղաբանական նշանակությունը, համապատասխանությունը։ Ու ինչի նշեցի նաև հոգեբանության ասպեկտը, հա, սկզբից ես խոսացի մետաֆորիկ քարտերից, մեր ենթագիտակցությունից եկող հուշումներից, քանի որ տարոն ուժեղ կապ ունի մարդու ներաշխարհի հետ, մարդու հոգեվիճակի հետ, քարտերը կարելի է օգտագործել մարդու հոգեբանական վիճակը հասկանալու համար, բայց եթե մասնագետը հոգեբանությունից բացի նաև տիրապետում է էներգիաների հետ աշխատանքին, ունի գաղափար մոգության, էզոտերիկայի մասին, արդեն կարող օգտագործի նաև քարտերը բացասականության, այդ նեգատիվի դիագնոստիկայի համար, ինչ-որ մոգական պրակտիկաների, էներգիայի բացահայտման համար, ինչի են հիմա այսքան պոպուլյար քարտերը։ Սրա հետ կապված մի քանի մոտեցում, մի քանի պատասխան ունեմ իրականում, ընդունված է աստրոլոգիայով համարել, որ մենք հիմա ջրհոսի դարաշրջանում ենք, չէ, ապրում էրա Վադալեյա, որտեղ կան նոր գիտելիքներ, որտեղ հին դպրոցները արդեն հին գիտելիքները մաքրվում գնում են, նորերն է գալիս, մարդիկ ձգտում են ավելի ինքնաճանաչում, ավելի ինքնաբացահայտում, իսկ էզոտերիկան ինքնաբացահայտման ուղիներից մեկն է։
Հեսա կան էզոտերիկայի մասին հիշեմ, որպես ինքնաբացահայտման ուղիղ եմ համարում։ Համաձայն վեդայական ուսմունքների մարդկությունը անցնում է տարբեր դարաշրջաններով։ Կա աստվածամերժության դարաշրջան, կա աստվածային դարաշրջան։ Ու հիմա մենք ապրում ենք աստվածամերժության դարաշրջանում, Կալի յուգա է համարվում, որտեղ մարդիկ հնարավորինս գտնվում են հեռու Աստծոց, արարչական գաղափարներից իշխում է փողը, իշխում է ամորալ քայլերը, սպանությունները, համաձայն Աստվածաշնչի էլ, հա, ներկա պահին այս աշխարհի տիրակալը սատանան է, այլ ոչ թե Աստվածն է, ու Կալի յուգան այդ առումով համապատասխանում է դրան։ Ու ինչի են մարդիկ հիմա գնում մոգությանը, հա, մոգությունը մեծ տարածում ունի, նույն քարտերը մեծ տարածում ունեն։ Կարճ կոնկրետ փող աշխատելու համար, որովհետև շատ հզոր բիզնես է այս պահին։ Մարդիկ առաջնորդվում են թրենդներով, Instagram-ում, TikTok-ում, YouTube-ում շատ թրենդային է հիմա էսթետիկ նստել, քարտերից խոսալ, ինչ որ վեհ արժեքներից խոսալ։ Նայում ես մարդուն, այդ մարդը իր կյանքում ոչ մի հաջողության չի հասել, աղքատության մեջ է, սոված է, բայց ինքը ամբողջ օրը ինչ որ վեհ գաղափարներից է խոսում, մարդկանց միլիոններ աշխատել է սովորացնում, բայց ինքը փող չունի իրան ուտելիք առնի, ու տենց դեմքեր շատ են։ Շատ է երեխաների մեջ տարածված։ Այ image-ին ինձ շատ են դիմում մարդիկ, ում 16 տարեկան են ընդամենը։ Ու ես միշտ զարմանում եմ, ասում 16 տարեկանի կյանքում ինչ պետք է տեղի ունենա, որ ինքը ուզենա։ Հա, կարա հետաքրքրություն լինի, ինձ էլ է հետաքրքրել, բայց 16 տարեկանում զբաղվել տարոյով կամ խորհրդատվական ինչ-որ գործունեությամբ, նախ մարդը պետքա ճանապարհ անցնի, իր կյանքում ինչ-որ գոնե ինչ-որ փորձ հավաքի, հա, ես ճիշտ է, երիտասարդ եմ, 24 տարեկան եմ, ինչ-որ մեծ տարիների կյանքի փորձ չունեմ, բայց ամենայն դեպս արդեն հասուն տարիքում եմ, կյանքի լավն ու վատը ինչ-որ չափով տարբերում եմ, բայց նայում ես տենց երեխաներ են մտնում, նույն TikTok-ի լայվերում տարոն ձեռները բան, հիմա ուղղակի մոդա է, կարճ կոնկրետ, հա, առանց ինչ-որ բաների։ Իսկ դու քանի տարեկանից ես զբաղվում, հետաքրքրվում։ Եվ էլ մի հատ տեղավել, ինչու ընտրեցիր սա, այս մասնագիտությունը։ Անկեղծ ես այս հարցին հստակ չեմ կարա պատասխանեմ, որովհետև ես ինձ ինչ հիշում եմ, ինձ հետաքրքրում է։ Ու ես, քանի որ ես հավատում եմ նախկին կյանքերի գոյությանը, վերածննդի գաղափարին, ես իմ մեջ վստահ եմ, որ դա նախկին կյանքից է գալիս։ Ինչքան ժամանակ է։ Ինչը։ Որ զբաղվում ես։ Միշտ հետաքրքրվել եմ, բայց բուն զբաղվել ես, երևի թե 5-6 տարի է, որ արդեն ուսումնասիրում եմ, իսկ 4 տարի է, որ ակտիվ վարում եմ իմ բլոգը, արդեն մարդկանց եմ ներկայանում որպես տարող խորհրդատու։ Կարելի է հարց, ես Արտուր ջան, ընդհատում եմ, որտեղ կմոռանամ, որտեղ այդ դու հիմա ինչ որ խոսացիր, արդեն կրկնեցիր ինչ որ ասեցիր, սկզբից ներկայացրեցիր։ Կարելի է ստուգել կարտերով, չեմ ուզում տարոյով ասեմ, այդ կարտերով հիմար ինքը կարտ է։ Կարտերով ստուգել որքանով է ինքը ճիշտ, ինքը նեղանում է։ Հիմա ասենք մի որևիցե հարց, տարածված հարց եմ ասում, որ եղել է արդեն ու բոլորս գիտենք, ու սենց հարց ենք տալի։ Մենք այս ընտրությունը, որ եղավ, շահել ենք, թե ոչ, ումը որ ուզում էր ժողովուրդը։ Մենք գիտենք ով է շահել, չէ՞, գիտենք, բոլորս գիտենք։ Հիմա կարտով մենք ուզում ենք հարց տանք, արդյոք ճիշտ է եղել այդ ընտրությունը, ով որ հաղթել է։ Մենք կարող ենք կարտերով ստուգել իր ճիշտը, կարտի ճիշտը, ոչ թե այդ մարդու։ Հա, հասկացա։ Ես կարտի ճիշտ եմ, ինչքանով ես իմանամ, որ ինքը ճիշտ է ասում։ Ես հասկացա ինչ եք ասում, նայեք, ես իմ մեթոդի մեջ չի մտնում տարոն օգտագործել ինչ որ քաղաքական գործիչների հետ կապված կանխատեսումներ տանելուն, ու էսի բացատրեմ ինչի, երբ որ տարոյով ես աշխատում, դու կպնում ես մարդու էներգետիկ դաշտին միանգամից, իսկ քաղաքականությունը, պետական էգրեգորը, ինչպես գիտենք, ամենաաղտոտված ու ամենաբացասական ոլորտներից մեկն է, բացի այդ, հայտնի մարդիկ, քաղաքական գործիչները ունեն հզոր պաշտպանական համակարգ, ու այդ պաշտպանական համակարգը կոտրել տարոյով մտնել այդ մարդու դաշտ, նախ ես այդ իրավունքը չունեմ, հետևաբար ես կստանամ այդ իմ քայլի որոշակի պատասխաններ, հիմա կարմայական պատասխան կլինի, Աստված կպատժի, ով ոնց ուզում է թող անվանի, էությունը նույնն է, հա, ու ես ինքս լուրջ այդքան չեմ վերաբերվում, երբ որ տարոն օգտագործում են հենց նման մեթոդով։
Տարոն իմ համար, ամենայն դեպս իմ մոտեցման պարագայում կան այլ մասնագետներ, ովքեր տարոյով անում են կանխատեսումներ ու աշխատում այդ մեթոդը, իրենց մեթոդն է։ Իմ համար տարոն երկու անձի միջև աշխատանք է։ Տարոլոգի, տարո խորհրդատուի, ես տարո խորհրդատու բառն եմ միշտ սիրում օգտագործել, այլ ոչ թե տարոլոգը, որովհետև հենց հուշում է, որ ես խորհրդատու եմ, ես գուշակ չեմ։ Երբ որ մարդը գալիս է, լինում է նախնական հարց, կիսվում է իր հույզերով, իր պատմությամբ, իրան հուզող հարցերով, ես ինչ չեմ դնում էքստրասենսի տեղ, ես ինչ չեմ դնում գուշակի տեղ, երբ որ մարդը գալիս է, ես միշտ ասում եմ պատմի նախապատմությունը, որ ես իմանամ ինչի համար ես եկել։ Տենց մի հատ հաղորդում կա, չէ՞, բիտվա էքստրասենսով, ես երբեք չեմ փորձում բիտվա էքստրասենսով խաղալ։ Այդ շոու է, ես այդ բաները շատ լավ գիտեմ, որտեղ մեծ գումարներ է աշխատել։ Ու այդ հզոր բիզնեսը։ Ես ինձ բիտվա էքստրասենսովի անդամի տեղ չեմ դնում, ես չեմ փորձում մարդկանց ասեմ դու չխոսաս, դու չասես, երբ որ մարդը վճարել է, այդ ժամը փողը մարդը տվել է լավ գումար, միջինից բարձր, գրանցվել է ժամ-կես խորհրդատվության ու ինչի համար ես փորձեմ էքստրասենս խաղամ մարդուն պատմեմ այն ինչ որ ինքը արդեն գիտի, եթե մարդը ունի հարցեր ուզում է այդ ժամանակ օգտագործի օպտիմալ այդ հարցերի պատասխանները ստանալու համար։ Այսինքն ես կարիք չունեմ մարդկանց ինչ որ մի բան ապացուցելու, այ էզոտերիկայի ամենամոգական sense ասած հատվածներն է, որ այստեղ ամեն ինչ հիմնված է հավատալու վրա։ Եթե մարդը հավատում է, հետևում է իմ էջին, գիտի ես ով եմ, ինչպես եմ, իմ մոտեցումը ոնց է տարոյին, էզոտերիկային, ու եկել է իմ մոտ վճարել է ինձ խորհրդատվության համար, ես կարիք չունեմ այդ մարդուն էլ ինչ-որ մի բան ապացուցելու, բայց եթե մարդը եկել է ու ես պետք է իրան ապացուցեմ, որ ես տարոյին տիրապետում եմ, ես այդ խորհրդատվությունը ուղղակի չեմ վերցնի, որովհետև ինձ քանակ փող, ասենց ասած, փողի համար զուտ քանակ վերցնել պետք չի։ Ինձ պետք են դիմեն մարդիկ, ովքեր ունեն հարցեր, ում հետ խորհրդատվությունն ու աշխատանքը կտա արդյունք։ Ես ոչ մեկին ոչ մի բան չունեմ ապացուցելու։ Բայց դες ուզում ես ասի չընդհատելու եմ անընդհատ, որտեղ այնտեղ բան ես ասել, այդ պետքա դրա պատասխանը ես իմանամ։ Այ դու ասեցիր այդ կարտերով դու երկրի ոչ մի երկրի ղեկավարի մասին իրավունք չունես նայելու։ Այդ նույն բանը կարող եմ ես աստղաբանությամբ ասել։ Քանի որ երկրի ղեկավարը մեկն է ամբողջ մի պետությունը, հանրապետությունը, կապ չունի, որ երկրի ընդհանրապես ղեկավարի մասն է խոսքս, որտեղ աստրոլոգիան, եթե ուզում ես ասենք երկրի իմանաս ինչպեսին է երկրի վիճակը, նայում ես երկրի ղեկավարի քարտեզը։ Հիմա եթե ասում ենք մենք մտնում ենք իր ճակատագիր, երկրի ղեկավարի բան է, էգրեգորն են կեղտոտում, բայց ոնց կլինի, որ ասենք կամ չասենք, նույն բանն է, էլի մտնում ես մեջը, բայց այսպես մի բան կա, քանի ինքը ինչ չի հարցրել, ես իրավունք չունեմ իր մասին որևիցե բան ասել։ Համաձայն եմ։ Երկրի ղեկավարի մասին է խոսքս, քանի որ ինքը պետության գլուխն է։ Հետո մի ուրիշ մի բան, կարող է մի քիչ դիպչողական լինի, բայց ես ինչ խոսում եմ մասնագիտորեն եմ ասում, ես կարծիքներ բարձրացան ընդհանրապես եթերով չեմ ասել, չեմ էլ ասի։ Ով է իրավունք տվել ինչ որ մի կարտ նայողը երկրի ղեկավարի մասին կամ թեկուզ աստղաբանին իրավունք տվել, որ երկրի ղեկավարի հասցեն վատ բաներ ասի։ Ինքը ոչ քաղաքական գործիչ է, ոչ էլ վերլուծաբան է։ Նման մարդկանց չի կարելի ոչ մի վատ բան ասել, որտեղ վատը ասելով երկրի վիճակն է վատանում։ Այս հասկացողությունը քանի տարի 20 թվականից այս կողմ ես անընդհատ ասում եմ։ Մի խոսեիք երկրի ղեկավարի մասին վատ բան, ու հիմա որ դու ասեցիր ինձ թեկուս այդ կարտերով իրավունք չունես վատ բան ասել, ես դու իմ ասածը հաստատեցիր, իմ միտքը դու հաստատեցիր, այո չի կարելի։ Ես նայեք, որտեվ ինքը անգրագետ է, այդ որը տենց ասում է ինքը սենց աննենցա հողեր տվեց, այս իսպանեց, այն արեց, օղլի, ինքը իրավունք չունի, դա իր կրթության մակարդակն է, գիտելիքի դաստիարակության մակարդակն է։ Եվ ես լսում եմ դրսում Ռուսաստանի աստղաբաններին էլ կլինի, պայծառատեսների, ոչ ոք իր երկրի ղեկավարին չի փնովում, որ այդքան ժողովուրդ միլիոն մարդիկ մահացան, ամբողջ երկիրը կործանվեց, Ռուսաստան ու Ուկրաինայից ինչ վիճակ, մեկը չի խոսում, հիմա կասեք, որովհետև վախենում են բերանները կփակեն։ Ինչ վախենալ, տանը նստած մի հատ
որ մի թվականից չեմ հիշում, երբ էր նոր էր պատերազմը սկսել, մի գյուղացի բաբ կա, ինքը շատ վատ բան խոսած վարչապետի հասցեին, շատ վատ։ Ով խոսած նա մեռավ։ Ով հասցեն խոսած նա մեռավ։ Ինչ պայմաններում։ Ու վերնագիրը գրել է Աստղաբան Լուսա Հակոբյանը մեռավ։ Փոխանակեն կնոջ հարևանները զանգում են, ոնց ես Լուսա, ասում եմ, ինչ է, ոնց Ոչ իմացար մահաց։ Ինձ ասեց սխալ վերնագիրն են կարդացել։ Նայեք, աստղաբանական տեսանկյունից ես այս վերջերս նույնպես առաջին անգամ կյանքում ես 4 տարիների մեջ քաղաքականության վերաբերյալ տեսանյութ էի տեղադրել իմ YouTube-յան ալիքում։ Նույն իմ համար ոչ թե քաղաքականության, այլ մեր երկրի համար, մեր երկրի մասին, որտեղ ես երկրի քաղաքացի եմ ու բնականաբար առաջին հերթին իմ շահերից է բխում, երբ որ մեր երկրի հետ ինչ-որ լավ բան է լինում ու բոլորի շահերից։ Աստղաբանության ու տարոյի այն ֆունդամենտալ տարբերությունը նրանում է կայանում, որ աստղաբանությունը ներառում է իր մեջ հաշվարկ, ունի իր մեջ հստակ մոտեցումներ, երբ որ մարդը ծնվում է կամ տվյալ օրը ունենում է երկինքը ինչ-որ պատկեր, դու կարողանում ես այդ պատկերին նայելով, արդեն պատկերը կա, հա, այդ իրադարձությունը տեղի է ունեցել կամ այդ մարդը ծնվել է, այդ պահի երկնքի նկարը ունենք ու կարանք նկարը վերլուծենք, ասենց ասած երկնքի։ Բայց երբ որ աստղաբանը այդ ինֆորմացիան ստանալու համար աստղաբանի ասենց ասած ապահովությունը էներգետիկ առումով մի փոքր ավելի բարձր է, քան տարոլոգի, որովհետև դուք օգտագործում եք հաշվարկ պլյուս ինտուիցիա։ Իսկ տարոյի պարագայում թե ինչ քարտեր դուրս կգան, դու մենակ այդ մարդու էներգետիկ դաշտում ես։ Դրա համար ես երկրի հետ կապված կանխատեսումներ, այ ընտրությունների հետ կապված կանխատեսումը, որ արեցի, դա արեցի բացառապես աստղաբանական տեսանկյունից։ Անցած տարի ես արել եմ Հայաստանի 2026 թվականի նումերալոգիական կանխատեսում, որովհետև թվերն ու աստղերը համակարգ է, որը հաշվարկված կա ու մասնագետին պետք է պարզապես այդ հաշվարկը վերլուծել։ Իսկ քարտերի պարագայում ինչի ես ասացի տարոն վտանգավոր է։ Դու կպնում ես մենակ այդ դաշտին ու երբ որ դու անպատրաստ ձևով ես կպնում այդ դաշտին, դու այդ դաշտից այնքան բացասական էություններ, բացասական էակներ, հոգիներ, ինչ որ էներգիա կարաս բերես քո կյանք լցնես, որ դու այդ ամենի տակից դուրս չգաս ուղղակի։ Ու հանրային մարդիկ, դա կլինի երգիչ, դա կլինի քաղաքական գործիչ, ում վրա կա շատ մեծ ուշադրություն, իրանք այդ մարդիկ թաթախված լինեն մոգության մեջ, թե չլինեն, իրանք հզոր պաշտպանության տակ են։ Այստեղ սկզբում նաև հարցրել եք, թե ինչի է մոգությունը, հա, հիմա տարածված։ Ով զբաղվում է տարոյով, կիմանա, որ ամենաշատ բանը, որ մեզ դիմում են, այդ մոգական գործերն է։ Ինձ երևի թե տենց օր չկա, որ ես նամակ չստանամ ինչ-որ սիրային ծես անելու համար, բնականաբար այդ մարդկանց համար մի հատ տենց գեղեցիկ բառապաշարով բան կա նկարած, ռիլ կա, հումորային իհարկե, ես ամեն դեպքում պահում եմ իմ մասնագիտական պրոֆեսիոնալությունը, երբեք ոչ մեկին չեմ վիրավորում, այդ ռիլը ուղարկվում է, թե այդ իրանից ինչ է ներկայացնում, որ մարդը հասկանա, որ այդ մոգությունը ինչ է։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ մասնագետները վիրավորում են ինչ-որ քաղաքական գործչի, հա, ոչ դուք եք քաղաքագետ, ոչ ես եմ քաղաքագետ, ես չեմ հասկանում քաղաքականությունից, երբ որ իմ կանխատեսումը անում էի ընտրությունների օրվա վերաբերյալ, ես հստակ առաջին բանը, որ ասել եմ, էն է, որ ես քաղաքականությունից չեմ հասկանում ու ոնց որ ես իրավունք չունեմ խոսամ բժշկությունից, նույն ձև ես իրավունք չունեմ խոսելու քաղաքականությունից։ Ես հասկանում եմ աստղաբանությունից։ Ես կարամ մեկնաբանեմ աստղաբանական իրադարձությունը, ես կարամ մեկնաբանեմ օրվա էներգիաները, ասեմ այս պահին ընտրությունները ոնց կզարգանան, այս մարդուն հաջողություն սպասվում է ինչ-որ ոլորտում, թե ոչ, բայց դա լավ է, թե վատ է, ես այն մարդը չեմ, որ պետք է գնահատեմ։ Դրա գնահատականը կարա տա Աստված, դրա գնահատականը մենք բոլորը ժամանակի ընթացքում կստանանք։ Աստղաբանության մեջ Տիրոջ Արարիչի անունը շեշտվում է։ Իսկ տարոլոգիայում դա կա։ Իրականում տարոյի բոլոր քարտերում կան բոլոր էությունները։ Կոնկրետ Աստծո անունը շեշտել տարոյում ես մի փոքր ճիշտ չեմ համարում, ասեմ խի, որովհետև տարոն հիմնականում կենցաղային հարցերի մասին է, միջանձնային հարաբերությունների վերլուծությունների ժամանակ է օգտագործում։ Տարոն որպես իրանով համակարգ, սրբազան համակարգ է, որովհետև այնտեղ կա առնչություն բոլոր գաղափարների հետ, հա, այնտեղ կա
հինդուիզմ, այնտեղ կա կարմայի գաղափարներ, նույն իմ ձեռքի տարո քարտերը, Arthur Waite-ի տարո քարտերն են, որոնք նույնպես դասական են արդեն համարվում, գերհագեցած են քրիստոնեական սիմվոլիկայով։ Այստեղ կա սատանայի քարտ, մարդիկ շատ հաճախ այդ սատանայի քարտն են ֆիքսում, այ տարոյում կա սատանայի քարտ, ուրեմն դուք կապ ունեք դիվային ուժերի հետ, բայց եկեք հասկանանք մի բան, մենք ապրում ենք սատանայի աշխարհում, մենք ապրում ենք նյութական աշխարհում, որտեղ կա մամոնան, փողը։ Ես կար այս վերջերս մի տարոլոգ, որ ասում էր տարոյում ես ավելացրել եմ Աստծո քարտը։ Ես դրան լուրջ չեմ վերաբերվի, որովհետև իմ անձնական կարծիքն է իհարկե, չեմ կարող այդ մարդու մոտեցման մասին, միգուցե իր մոտեցման աշխատում է։ Իմ կարծիքով Աստծո գաղափարը այնքան վեհ է, այնքան բարձր է, որ Աստծո գաղափարը մի քարտի մեջ տեղավորելը անհեթեթություն է։ Տարոյում կա ավագ քրմապետի արկանը, քահանայապետի քարտը, 5-րդ արկանն է, որը ներկայացնում է ամբողջ քրիստոնեական համակարգը, ամբողջ բարոյա արժեքային համակարգը, Աստվածաշունչը։ Կա սիրահարների քարտը, որը եդեմական այգին է, Ադամն ու Եվան են պատկերված։ Կա ահեղ դատաստանի քարտը, որտեղ պատկերված է Ապոկալիպսիսի այդ տեսարանը Աստվածաշնչյան, այսինքն կան քարտեր, որ հղում են քրիստոնեությանը, կան Ֆորտունայի անիվ քարտը, որը հղում է կարմայի գաղափարին, վերածննդի գաղափարին, այսինքն տարոն որպես համակարգ, այստեղ կա իմաստություն բոլոր կրոններից, այստեղ կա իմաստություն բոլոր գաղափարախոսություններից, ուսմունքներից ու վերցնել ուղակի Աստծո անունը շեշտել, ինչ որ սիրային հարաբերություններում, ասենց միշտ ասում եմ գվենիկը լիդուշիկին կսիրի թե չէ, այդ թեմայի մեջ մտցնել Աստծո անունը, չի կարելի ուղակի Աստծո անունը միշտ շահարկել։ Բայց այդ մի հատ տեղ նյուանս կա, երբ որ տարոլոգը գուշակը խոսում է Աստծո անունից, Աստծո անունն է տալիս։ Մարդիկ այդ մարքեթինգային քայլ է։ Մարդիկ տեսնում են, ասում են, այ դե ինքը Աստծո անունն է տալիս, ուրեմն Աստծո մարդ է։ Լիքը սև մոգերի սեղանին Աստվածաշունչը դրած։ Լիքը գերեզմանոցային սև գործեր անող մարդիկ խոսում են Հիսուսի անունով, բայց այդ չի նշանակում, որ այդ մարդիկ սուրբ են։ Կարելի է շահարկել Հիսուսի անունը, կարելի է շահարկել Աստծո անունը, բայց այդ ամենը զուտ մարդկանց ներգրավելու համար է։ Ես իմ խորհրդատվության ընթացքում հնարավորինս փորձում եմ շեշտադրել մարդու հոգեբանական վիճակը, մեր տրամաբանությունը չկորցնելով, այ մարդիկ դիմում են տարոյին, որ իրենց կյանքի պատասխանատվությունը գցեն քարտերի վրա։ Այ ասեցիք, հա, մարդիկ ամենտեղ թուղթուգիր են ման գալիս։ Երբ որ մարդու կյանքում ինչ որ սխալ բան է տեղի ունենում, ինչ որ խնդիր, բոլորիս կյանքում էլ եղել է, հա, ես էլ, դուք էլ, դիտորդներն էլ վստահ եմ, որ եղել է այտապ, որ ունեցել են ֆինանսական խնդիրներ, եղել է այտապ, որ ունեցել են անձնական խնդիրներ, բայց երբ որ մարդը վերլուծում է իր խնդիրը ու հասկանում է, որ կյանքի ինչ որ этаպում ինքը սխալ քայլ է արել դրա պատճառով, ինքը հիմա խնդրի մեջ, դա բարդ է, բայց հեշտ է նստել ու ասել ինձ թուղթուգիր են արել, որովհետև դու ակամայից քո խնդրի պատասխանատվությունը քո վրայից գցում ես ինչ որ երրորդ ուժի վրա։ Այս թուղթուգրի հետ կապված ասեմ, նախ կարան հանգիստ լինեն, Հայաստանում լուրջ թուղթուգրեր անողներ չկան, սև մոգեր չկան, սև մոգությունը շատ թանկարժեք հաճույք է, ասենց ասեմ, ու ձեր հարևանը հաստատ չունի հազարավոր դոլարներ, որ ձեր վրա թուղթուգիր անի։ Եթե արել է անգրագետ մի հատ կախարդի մոտ, ու եթե դուք կնքված եք, իսկ հայերի մեծ մասը կնքված են, հա, արդեն իսկ գտնվում եք քրիստոնեության պաշտպանության տակ։ Բայց այստեղ ու ձեզ ոչ մի բան չի լինի, բայց այստեղ մի հատ նյուանս կա։ Հայաստանում սովորական բուլավկայի անգրագետ կախարդությունը 10,000 դրամանոց, ասենց ասած թուղթուգիրը մարդուն վնասում է, ինչի, որովհետև մարդիկ հոգևոր կյանքով չեն ապրում։ Այ եթե գնանք սև մոգի մոտ հարցնենք ում վրա է ամենաբարդը աշխատանք անելու, ասելու է մուսուլմանի, որովհետև մահմեդականները օրական 5 անգամ նամազ են անում։ Իրանք այդ իսլամի էներգիայի, իսլամի կրոնի, հա, յուրաքանչյուր կրոն ինքը հզոր էներգիա է, հզոր էգրեգոր է։ Իսլամի այդ պաշտպանության տակ այնքան մտածեն, որ իրենց վրա մոգական աշխատանք չի լինում։ Այ եթե մարդիկ ապրեն հոգևոր կյանքով, ես միշտ ասում եմ, եթե դուք հոգևոր կյանքով եք ապրում, ամենօրյա աղոթք եք անում, կամ ամենօրյա մեդիտացիա եք անում, կամ գնում եք տաճար, հա, այսինքն ձեր մեջ կա ձևավորված անձնական հարաբերություններ Աստծո հետ, ձեր վրա ոչ մի անգրագետ այդ անկապ թուղթուգիր կոչվածները չի լինի, չի ազդի։
Բայց մարդիկ սիրում են իրենց պատասխանատվությունը կյանքի գցեն քարտի վրա, գցեն ճակատագրի վրա, գցեն թուղթուգրի վրա եւ այլնի վրա, այդ ուղղակի իրականությունից փախուստ Ինչի ավելի շատ հավատում են կարտերին, քան Աստղաբան։ Ինձ մոտ բազմաթիվ մարդիկ դե այդքան երկար տարի պատկերացրեք, ինչքան մարդեմ թրիտակով անցել։ Ինչ էլ ասեմ, չասեմ, հետո իրեն գնում են այտենց նահողների մոտ, հետո էլ նորից հետ են գալիս։ Ինչի նման մարդկանց ավելի շատ են հավատում, քան ասենք աստղաբանությանը, որտեղ ես սրան եմ հանգի չգիտեմ դու ոնց կներկայացնես, աստղաբանությունը լուրջ գիտություն է, ու ես ինքս իմ աշխատանքի մեջ ես այդպես չեմ ասում, այս մոլորակը ստեղ այս նշանն ընտեղ, որտեղ դա ոչ մեկին հետաքրքիր, ես բար ժողովրդավարի խոսում եմ, որ հասկանալի լինի բոլորին։ Այնտեղ ավելի խոսում են, ինչ ինքն է ուզում, այդ կարտ նայողը դիմողին ասում է այն ինչ ինքն է ուզում, իսկ ես չեմ ասում այն ինչ ինքն է ուզում, հա հասկացանք փողա դա, հասկացանք որտեղ մոգությունը փող է բերում, եթե ես ասեմ, որ քո անհաջողությունը տեքորդ կինը վրեդ գիր արել, հետո պետք է ասի դե բաց արա, ես չեմ կարա բացել, ասեմ չգիտեմ գնամ բաց, ինքը իրան պատե-պատա տալու, ու գնելու անգրագետի դռներ, մարդիկ գտնում են գիրը, չես կարող ասել, չէ, ես ասեցի սկզբից գտնում են, որովհետև ինքը անգրագետ ձեռագիրը պետք է գտնեն, ինքը արդեն ուժ չունի, հետո որ գտնում են այս մեզ լցրու, էդ են ասում, քացախ լցրու, տարհոսող ջուրը լցրու, նալ կախի, միտեղ մեկը գրում է նալը սենց կախի, լավ չի, սենց կախի, լավ է, այդ նալն էլ է սուտ, ես հանգել եմ դրան նալը սուտ է, հետո պետք է մաշված ժանկոտ նալ լինի, որ այդ ձյուն ամենտեղ գնացել է, մեր Հայաստանին հնից եկած, այլենց Ղարաբաղից ու Շուշիից, որտեղ ես Ղարաբաղի պատմությունը շատ լավ եմ ուսումնասիրել, որտեղ սիրել եմ, Շուշին այնքան գրագետ մարդիկ է տվել, զարգացած գրագետ, ինքն է եղել մայրաքաղաքը Շուշին, ոչ թե Ստեփանակերտն է եղել, ու շատ դժվար էր այդ Շուշին գրավել, այնտեղ դավաճանություն էր միանշանակ գնում, ոչինչ, հիմա ռուսները շատ պես պատասխան են ստանալու, ես համարձակ մարդ եմ, իրականություն լսեմ կտեսնեն, մեր հայկական այդ խաչ, բան, սաղ սուտ է, բոլորը սուտ է, այդ խաչեր կախելը, այդ խաչը կնքելը, արեք, ինքնապաշտպանությունը մեր մանմեր վրա խաչերը կա, մեր հայկականը շատ ճիշտ դա դաղդղանն է, չգիտեմ ծանոթ ես թե չէ, մեր հայերին փայտից 6 կամ 7 ոտ է լինում, սենց կախված, էլի նալի նման է, բայց նալ չի, ինքը փորագրած փայտ է, չարխապան է կոչվում, ես մի հաղորդման մեջ դա ասեցի, որ երեխաները օրորոցի կողքն են կախել, որ չարը չկա, բլոշներ չգան, հետո գեղերում կարասների վրա են կապել, որ մրջուներ բլոշներ չգան, այդտեղ մածունապան իրանց, որ դրել են մառանում, բայց դաղդղանը վերնիսաժում ես տեսել եմ, բայց դրանք այդքան ճիշտ չեն, ձերքի աշխատանքա դա, ուղղակի վարպետները թող բացանեն ինտերնետում կարդան, այնտեղ բացատրությունը կա, այնտեղ դա ականջողներ կա, մանետ կա այդ կոլոնները, ես հայերեն բառեր չեմ օգտագործում, էլ եմ հայերեն խոսում, ես երևանցաբար եմ խոսում, որտև ես սովետի դաստիարակություն եմ, ես չեմ կարա շուչս կկտրվի, այդ վարպետը պետք է ինքը շատ մաքուր լինի, հոգով ու մտքով, ինքը աղոտքի հետ որ մեդիտացիա ենք ասում, աղոտքների մեջ լինի, մաքուր լինի, ազնիվ լինի, որ ինքը հոգի տնի դրա մեջ, այդ դաղդղանը կաշխատի արդեն, ոչ թե պատահականով որտեղ մի բան տեսնի, առնի, պատմությունը կա, թե որտեղից է դուրս եկել, ոնց է ու ինչքան ազդեցություն ունի, որ կարդան համացանցում այդ կա, հիմա ես ինչ մի քիչ երկարեց, ոչինչ, առաջին անգամա, ես մի փոքրիկ ինֆորմացիա եմ բերել, հետո դու քո աստղաբանությամբ կասես, ես իմ աստղաբանությամբ կասեմ, ուզում եմ ասեմ, որտեղ ժողովուրդը սպասում է դրան, ես ամեն անգամ կամ հաղորդման սկզբից կամ վերջում մի փոքրիկ ինֆորմացիա եմ տալիս, ես էլ մեկ անգամ այստեղ չգիտեմ որքանով դու գիտես, Ալվարդը, որ ինքը իմ Ալվարդն է համարում աստղաբան, հիմա այստեղ չի Եվրոպայում,
իր այդ միշտ եմ խորհրդակցում մեր Հայաստանի համար, ուրիշ բաներ մեզ հետաքրքիր չէ։ Մեզ հետաքրքիր է Հայաստանի վիճակը, սահմանների, խաղաղության, մեր ժողովրդի առողջ մտածելակերպի, մեր հայերի մասին ենք մենք մտածում։ Ու մենք հանգում ենք նրան, որ մեր ժողովրդի հաղթանակը միասնականության դժվար բառ է, որտեղ դժվար է միասնական լինել, բառը միասնականության մեջ է, մի բռունցք լինելու մեջ է։ Մեզ ոչ մի երկիր հարկավոր չի, տես ինչ բարձր բան եմ ասում, ոչ մի երկիր մեզ կոմակ չի լինելու, այդ որ Եվրոպա ենք ասում, այո, ճիշտ է, որ մենք լինենք Եվրոպայի հետ, ու վարչապետը տանում է դրան, ու ճիշտ կլինի, շատ դժվար է ռուսելը տակից դուրս գալ, շատ, իր պայքարը տեղակում, այս վերջի 5 տարին է հատկապես պայքարը գնում, բայց ավելի ակտիվացած շրջանը սկսվել է 24 թվականի 24 թվականի նոյեմբերի 5-ից հետո, որ Պլուտոնը արդեն բաց թողեց այծեղ ջուրին։ Դու ասեցիր այնտեղ, որ մի լուսնային հանգույցից, լուսնային հանգույցով եմ աշխատում, որտեղ դա մեր կարմիչսկի անցյալի արարքներն է, հիմա էլ լուսնան հանգույցը գտնում է ձկան մեջ, Սատուրնը դուրս եկավ արդեն խոյ մտավ, միջև այդ ձկան մեջից, դու ասեցիր դեռ ջրհոսում է, թե չէ, ձկան մեջ է, ներողություն, դու էլ քոնը հիմա կասել, սա հոգևոր դաշտն է, որ հոգևորականները դեռ չի վերջացել։ Դատաիրավական համակարգի փաստաթղթերն օրենքն է, տեզերական օրենքի, աստվածաշնչյան օրենքի, Իմիջալոց եկեղեցին տեզեր բառ կառմը չի ընդունում, այդ թող չընդունի, որովհետև մեզ ուզում են այսքան ուղեղով պահեն, որ հեշտ կոտրվի, ինչ չեն կարող իրանք կոտրել, որտև ես քանաները լեզվակռվի մեջ եմ մտնում, իրանք ես հարց եմ տալի, իրանք ինչ չեն պատասխանում, ասում են դու աղանդավոր ես, ասում լավ թող տենց մտածեն, ոչինչ, իրան թվում է ես իմ ուղեղ շապսնես քանա, ես պետք է սուս մնամ, հա մի բան ասեցի խոսքը կիսատ մնաց, այդ որ կարտերը նայում եք մեջը սատանե անունը կա, չէ, այդ սատանե իրան թվում ոյ, կարճում են Պողոս Առաքյալն ասածներին, որ գուշակությունը աստծո դեմ զազրելի է, դուք սատանա եք, այս ինչ բաներ եք անում, ուզում ես աշխարհի ամենագրակետ աստղաբանն եղի, ուզում ես ամենա տարոլոգի հիմքը ստեղծող, էլի դրանք կասեն մեզ սատանաներ։ Սատանան իրանք են, որտեղ իրանք մեզ տեսնում են իրենց։ Չէ, հայլին է։ Հայլին ամբողջ աշխարհը համարվում է ծոր հայլիների թագավորություն։ Ամենաճիշտ դատավորն է։ Ով դիմացինի մեջ վատ բան է տեսնում, դա իրեն է տեսնում։ Ով դիմացինի մեջ ինչպեսին տեսնում է, զգում է, դա իրեն է տեսնում։ Դա աչքերն է։ Աչքերի մեջ բոլորս տեսնում ենք։ Հետո մարդիկ շատ անգամ ասում են, մարդը չի կարող խոսելուց իմ երեսինն է։ Ես էլ չեմ նայում։ Որ ես նայում եմ, այնց բան եմ տեսնում, որ ինքը դիմակով մարդ է, որտեղ մարդն դիմակով ծնվել է։ Ինձ հետաքրքիր է դեպի, ես իր ձայնը լսում եմ, արդեն գիտեմ ինքը ով է։ Հիմա ինչ եմ ես ուզում ասած լինեմ, ես այսպես շեղվում եմ։ Հայաստանում պատերազմ չի լինելու։ Վերջացավ։ Այս իրար ուտելը հարկավոր չի։ Եթե իրոք այդ բոլորը, որտեղ հրապարակում այդքան հավաքվել են եւ այնտեղ մի հատ տաբր կար, ես այդ բառից ված չեմ լուր, ես քանի տարի տաբրը ֆռմա վրաններ դնում քաղաքի կենտրոնում Բաղրամյան փողոցի տաբրն է տենց անում, դա կոչվում է թափառախումբ, գնչուների թափառախումբ, որ իրանք վրաններ են դնում, այնտեղ կրակ են վառում, կարտոֆիլ են խորովում, երկու պարում ուրախանում, այդ ովքեր են տենց արել, գնչուները Բաղրամյան փողոցի վրա սարքել են գնչուանոց, որ մի թվականներ չեմ հիշում, բայց 20 թվականից ես կոմեր դա, ընտրությունների վաղտեր էր դագաղներ են դնում, պսակներ են դնում, պարում են, արտասանում են, հիմարություններ, տաբլոյի վրա էլ հրապարակում բաներ էր գրվում։ Հիմա այս բոլորը, եթե իրանք իրոք հայրենասեր են, եթե իրանք սիրտը մեր Հայաստանի վրա ցավում ու իրոք իրենք ուզում են, որ սա վերջապես սա հանրապետություն, պետականություն, այս շատ կարևոր բան է, որ չի եղել դա, սովետի վաղտ։ Մենք ուտի բոլորս միասնական լինենք, այդ սև ու սպիտակը ջնջենք, որ մեզ ոչ ոք չկարողանա ջնջի։
Ես մի քիչ առաջ հաղորդման ասեցի, չի, եթե հանկարծ Հայաստանում սարսափելի երկրաշարժ լինի, ինչ որ եղավ 70, բայց չի լինելու տենց բան։ Այսինքն իրար ուտող գզողները, իրար ամեն ինչ ասողները միանգամից հավաքվել են իրար վրա, որտեղ մենք այդ ազգն ենք։ Եթե մենք ունենք այդ լավը, եկեք չնայեք ոչ մեկի, մեզ ոչ մեկ պետք չի։ Եթե մենք Ռուսից դուրս գանք, մենք միասնական լինենք, ոչ մի երկիր մեզ ոչինչ չի կարող անի, ու մենք ոտքի կկանգնենք, որտեղ Հայաստանը ծաղկունքի մեջ է։ Հաջորդ տարի 27 թվականը կարգ ու կանոն է, բայց պետք է մաքրվի, որ կարգ ու կանոն գա։ Դա հուլիսի վերջերից է լինելու, ու ես կենթանակերպերով ասեցի, հիմա հուլիսի 1-ից Յուպիտեր մոլորակը կլինի առուց, արդեն մոտենում է, քիչ մնաց, դրա համար ես հաճախակի եմ այդ բանն ասում, շատ կազդի առյուծ համաստեղության տակ ծնվածներին, բայց այս անարդար ձևով հարստացածների մասին է, բոլոր առյուծները թող չնային, ով որ գլուխը կախ իր քրտնինքով նորմալ աշխատել է, դա դրանց չի վերաբերվում, ովքեր հղբացել են, ովքեր թալանել են, անարդար ձևով վերցրել են պետությունից ու շատերին դիվադադար են արել, նրանք գնում են սննկացման։ Ու այդ ամեն ինչը, ովքեր գտնում են Ռուսաստանում, այնտեղ հենց ինքը Պուտինը, հենց Ռուսաստանը դա անելու է։ Ու ով որ իրեն չենթարկվեց, ասենք իր եղածը չտվեց, սպանություն կարող է լինի։ Ես չի ուզենա նման բան, բայց տենց է ցույց տալու, հիմա ես ինչ անեմ։ Թող հետո ասեն սուտա։ Թող գրեն հիմա ես ինչ ասում եմ։ Սպանություն կլինի, ինչ անեն, գոնե իրանք հիմա բարերարություն անեն, բարերարություն, որ մի քիչ տեզերքը ների իրենց, իրան կատաններով իրանց ընտանիքը պահելու են, սա նաև կվերաբերվի այն երկրներին, որոնք այդ նշանի տակ են, այդ առյուծնա, ես հիմա կնայեմ աստեղ առյուծը, որ մի երկիրն է, Իսպանիայում էլ լավ չի լինի, Ուկրաինա զատի մենք գիտենք, որ Բեյրութ, Իտալիա էլ, այնտեղ շատ երկրներ, ոչ թե այստեղ պատերազմական վիճակ, այլ երկնային աղետներ է սպասվում, հիմնականը ջրհեղեղներ ու փլուզումներ։ Ես Ալվարդի ու խնդրել եմ, որ ես ասեմ, որտեղ Ալվարդը շատ համարձակ ու ինքան հստակ ինֆորմացիա է, ինքը ինքան է գրել հաշվել, այդ մտանի աստղաբանությունն է, դա քաղաքական աստղաբանությունն է, միասնական, որպեսզի երկիրը լավ լինի, խաղաղ ճանապարհ մենք կգնանք ու արարիչը մեզ հետ կլինի, եթե մենք լինենք միասնական, որտեղ ինքը սպասում է։ Այս կարկուտները Ստեփանավանում, Լեննականում, այն կամրջի փլուզումը, սրանք հենց այնպես չեն։ Այս երեխաների այս ողբերգական բաներն էլ հենց այնպես չի։ Տեսեք ընտրություններից հետո եղավ այդ ամեն ինչը, որ ամեն լույսը բացվելուց ասում եմ մի անիծեք, մի չարացեք, հերիքա իրար կզեք, հարվածը տվեց, Տերը զայրացել էր, Աստվածաշնչում էլ գրած կարկուտի, անձրևի, որոտը, կայծակը, գմփալը, ամեն ինչ ունի իմը, ստից կարդում են, մենակ գրեն, Աստծու դեմ զազրել է, քո արաստա զազել, դու ով ես, դատավոր ես, ով ես, որ ես պետք է դատես։ Եթե Հիսուսը ներեց Մագդալենային, դուք ով եք դուք, որ Մագդալենան իր մազերով ու յուղը ոտքերին քսեց, մաքրեց, արդեն ինքը ներվեց, չէ, որ մաքրեց։ Ինչ է տալիս Պլուտոնը, այդ Ռուսաստանն է, քանի որ ջրհոս է, հիմա Պլուտոնը ջրհոսում է գտնվում, պայթեցումներ է սպասվում։ Մի 2-3 տարի առաջ ժողովուրդ ջան, ասում եմ, ախր շատ հիմար բաներ եք դուրս տալի, Ես ասում եմ, ով որ Ռուսաստանում հավաքվեք եկեք մեկ ընտից ասում, քո տղուն ասա թողա, իմ տղեն տուն չունի, ապուշներ, ես խոսում եմ նման բաներ, մի զարմացի, իր աշխատողները գիտեն, էստին տան հարցնել կլինի, որտև ընդեղել են ոչ լավ մարդիկ իրանց ճիշտ, ոչ այդ մենակ ես չեմ 12 հոգի, այդ մարդիկ դրանց տուժած են համարել, այդ դա իրավական համակարգն է։ Այս պայթեցումները սպասվում Ռուսաստանում, ռմբակոծումներ, սիրտս ցավում է, որտեղ շատ սեր ունա Մոսկվա։
Վիլիկի ռուս է, տարածք ես ենքան մտերիմ հարազատներ ունեմ, ընդեղ լավ մարդիկ ունեմ։ Երբ եմ ասել հավաքվեք եկեք, ձեր դռները փակեք եկեք այստեղ, վաճառեք, երբ ասեցին վաճառը, հետո ուզենաց վաճառես չես կարող, հետո ուզենաց գալ չես կարող, իրոք անմեղ զոհեր են լինելու, ես կասեմ հանուն ընչի, եկեք այստեղ, մենք այստեղ լիքը տարածքներ ունենք, գնացեք տներ սարքեք, 2-3 հարգանի բոստանով ցանեք, անասուն պահեք, ամեն ինչ, այս ինչ ունեք բիզնեսը դուրս տարեք, Եվրոպա նահագին սպասելու ամեն ինչ, շատ էլ Պուտինը ընդեղ չարությունից փագել է, այս չեմ տալի, այն չեմ տալի, մի տար, տեսեք Ռուսաստանը, հիմա կասես ակուլտիզմով ուզում ես նայ, ուզում ես կարտերով նայ, որ ակուլտիզմը գաղտնագիտություն է, Ռուսը ինչ մեզանից վերցրեց, ինչ վերցրեց, նայեք, ինչ վերցրեց, ճանապարհները երկաթուղին, հանքերը, գազը, ջուրը, ինչ վերցրեց չէ, մերը չի, ինչ մեզանից վերցրել է, ինքը հենց այդտեղից տուժվելու է, որովհետև գնացքներ շուր կգան կպայթեն, երկաթուղին, հանքերը, թունելները, ջուրը, հոսանքը, ինչ մեզանից վերցրել է, այդտեղ ինք ունի հարված, այդ լույսան չի անում, ինքը պատասխան ունի, ու դա տևելու է 20 տարի, քանի Պլուտոնը տեղա գտնվելու, ու այդ երբ էր, որ թվականին էր, չեմ հիշում, շատ հետ չէր, որ ասեցի կգա ժամանակ, որ աշխարհը մեզ կընդունի ու կճանաչի, ու մեզանից ներողություն կխնդրի, ու մեզ հետ հաշվի կնստի, ու դա լինելու է արդեն 26-27 թվական, կարող է Պուտինը կասի կներեք, այն ախմախնել, այն մուժիկը գյուղացի վիզա հաստացրել է, մոռանում եմ դրա, չեմ էլ ուզում հիշեմ դրա անունը, այն Բելարուս Լուկաշենկոյի հետ։ Ահա, բայլում հետևելով կա ախմախ։ Նայեք ինչա, սովա սպասվում ընդեղ, բայց այդտեղ մի կուսակցության ղեկավար ասեց, ոյ, Ռուսաստանից չկտրվեք, այդտեղ սովա լինելու, չի լինելու Հայաստանում սով, չի լինելու, եթե քո հարևանը սոված լինի հաս չունենան, ինչքան էլ դու անիծես չանանաս, դու իրան հաց ես տալու, մենք այդ ժողովուրդն ենք, Համաձայն եմ։ Ու Հայաստանի ժողովուրդը, Հայաստանում ապրող, այ փշակ քաղվեցի, ինչ ճիշտ եմ Լույսա ջան, Լույսա դու ես ճիշտ ես, Այստեղ ապրող հայերը ինքնավստահությունից ուզում ես գնա գյուղ, ուզում ես գնա ռայոն, ամբողջ մեր Հայաստանի Հանրապետության սարի գլուխ, մենք իրար օգնելու ենք, ու մենք բարի ենք, բայց Արտուր ջան, տես ինչ եմ քեզ ասում, ներող կլինեք ուղղակի ուզում եմ առողջ ուղեղով դատեք, ես էլ եմ Ալվարդ հետ խորհրդակցել, ու Ալվարդը նույն ասեղը թելեց ինչ ես ասում եմ, Եվրոպայում գտնվող հայերը չար չեն, իմ տղան էլ ընդեղ է, որոշ ընդեղ ամեն գեղկաշուն չլինի, ընդեղ կան մի քիչ հայերի խումբ կան, ընդեղ մի երկուքի կա ախմախ են, իրանց բանի տեղ տնող չկա, բայց որ այն շփվում են, բայց Ռուսաստանում ապրող հայեր կան, որոնք չար են, իրանք շատ դաժան վարվեցին, ես վերջի վաղտերին մեր հայեր հետ շատ փիս բաներ են խոսում, անիծում են միջև անգամ, տունդեղ ինչ անենք Ղարաբաղի պատերազմին երկու բան ուղարկել են, հա ինչ անենք, շատ ունես տվել ես, վերջինը չէիր տա, վերջինը դու չէիր տա, դու քո վերջինը տուր ինձ կտաս, չես տա, հարուստը, ապահոված մարդը, այն նրան ինչ նվեր է տալի, որ իրան հարկավոր չի, եթե այդ մանբաներ կամ քեզ պետք չի, ինձ էլ պետք չի, ինձ մի տուր, տար քեզ, տեսնում ես ինչեր եմ ասում, Առուցին, այնքան էլ լավ շրջան չի սկսվում, ովքեր առուցներ են, որտև Յուպիտերը կմտնի, ագահ, խարդախ, ու խարդախորեն հարստության հասած, միջև անգամ կարող է լինի սպանություն, այդ կապ չունի որտեղ է ինքը, ինչքան հարուստներ կան, ունե զրկվելու է,
Եթե խարդախա, օրինակ ես գիտեմ Գորիսում, անցյալ անգամ ընկերուհիս պատմեց, որ այնտեղ մի մարդ կա, քրտնիկով կոպեկ դրել, դարել ինչ որ բանի դեր, իրոք քրտնիկով, գլուխը կախ աշխատել է, ոչ մի բան չի խառնել, դարել է բիզնեսմեն։ Այդ մարդուն չի կպնելու, որտեղ ինքը չի թալանել, ինքից չի խափել, ինքի մեջ կետևից չի խփել, ինքը հարկերից չի խուսափել, ինքը հազնիվ է, ինքը շանը կատոին քացով չի խփել, որ փողոցում կա կերակրել է, այդ մարդկանց չի կպնելու։ Ու առողջականին է կպնելու եւ ընտանիքներին է կպնելու։ Յուպիտերը Պլուտոն երբ որ արդեն կմիանա իրար, շուտով դա կլինի, Յուպիտեր Պլուտ, այս հուլիսի 1-ից է սկսվելու։ Պայթունները կսկսեն շատանալ։ Ու այնտեղ կխփի, որտեղ որ մեզանից վերցրել է։ Ինչը որ մեզանից տարել է։ Ու հիմնականը խփելու եւ մարդկանց եւ երկրներին ջրհոս, դե Ռուսաստանը ջրհոս է, առույցներին, կարիճներին եւ ցուլերին։ Կարիճը ամբողջ մուսուլմանական երկրներն է, նաեւ Թուրքիան է։ Ցուլն էլ Ուկրաինան է, նաեւ Վրաստանն է։ Հետո Մարսը ու Ուրանը երբ որ էլի կգտնեն իրար, այդ ժամանակ կսկսվեն կամուրջների, գնացքների, էլի մեզանից տարած, չեն տարել այնտեղ, վերցրել են, փող, բիզնես։ Ոնց ասում են մեր Ու ռուսը կմոռանա մեզ հանգիստ վերջապես կթողնի, կզբաղվի իր խնդիրներով, ովքեր որ հովանավորներ են եղել, հարկավոր է լինել հովանավորներ, որպեսզի դրանց այդքան վատ հիմնական հովանավորությունը ես կուզենա հիվանդ երեխաներին, վատառողջ երեխեքին եւ գիտելիք երեխեն ուզում է սովորի, բայց ինքը փող չունի։ Այդ թող լինեն այդ երեխեքին հովանավորներ, որպեսզի իր ուղարկեն դուրս սովորելու, որտեղ դա էլ է սկսվել լինելու է դա դիվանագետներ, Հայաստանին պետքա դիվանագետ, ինչ որ ճիշտ է, այդքան չունենք։ Հայաստանին պետքա դիվանագետներ պատրաստեն, լավ վարձատրեն, լավ մասնագետների բերեն եւ այստեղ եւ մեր երեխեքին էլ լավ վարձատրեն, ուղարկեն, որպեսզի իրանք դրսում սովորեն ու մեր երկիրը ծաղկացնեն, որտեղ դա մեզ սպասվում է։ Այսինքն վախենալու բաներ ասեցի, բայց ճիշտ բաներ ասեցի։ Այ թող այդ վախենալու բաները մեր երկրում չլինեն, որտեղ ինչ ուզում է թող լինի, անկեղծ ասած մի փոքր այդ բանով եմ արդեն ես նայում։ Չէ, Հայաստանում չկա տենց երկրում թող ամեն ինչ լավ լինի, իրականում մարդիկ քաղաքականություն, այդ քաղաքական հարաբերություններին ինձ անձնական են վերաբերում, իսկ քաղաքականության մեջ անձնական հարաբերություններ չկան, առհասարակ քաղաքականության մեջ բարոյականություն կոչվածը չկա, կա ընդհանուր շահ, կա այս պահի օգուտ, ու եթե կարա մեր պետությունը, մեր երկիրը ինչ-որ բայից օգուտ քաղի, ինչ-որ բայից ավել փող աշխատի, որտեղ մեր երկիրը ինչքան շատ փող աշխատի, այդքան մեր կյանքի որակն է բարձրանալու, ունենալու ենք, չգիտեմ, սիրուն քաղաք, լավ տրանսպորտ, բարձր թոշակ, ինչ որ է, եթե կարա անի ինչ-որ մի հատ ուրիշի վնասից թեկուզ օգուտ ունենա, թող մեր երկիրը այդ օգուտը ունենա, որովհետև քաղաքականությունը մենակ շահերի մասին է, ինչը մեր շահն է, դա ուրիշի վնասն է ու այդ աշխարհի օրենքն է, չենք կարա փոխենք, ես միշտ ասում եմ, բանը մորաքրոջ երեխեքը չեն մեր մյուս երկրները, որ դնես ինչ որ անձնական հարաբերությունների մասին խոսես։ Ով Հայաստանը չի սիրում, ով մեր կարգեր պարքեր չի սիրում, թողնի Հայաստանից գնա, մենք մաքուր խաղաղ ապրենք, որտեղ ու հենց Հայաստանը ոտքի կանգնեց, որտեղ կանգնելու է միանշանակ, դա այդպես հեշտ չի, Ղարաբաղի հարցը լուծվելու է, բայց Ղարաբաղը ոչ մերն է, ոչ նրան է, ինքը իրենով պիտի լինի, բայց ինքը մեր բալիկն է։ Ինքը մեր բալիկն է, այդ Ղարաբաղի հարցը Մակեդոնացու ժամանակվանից ասա հիմա չի, ասի չէ, լավ եմ ուսումնասիրել Ղարաբաղը, այնտեղ ամեն մի հողը թուփը ոսկե է։ Իրանց ցորենը ոսկե է։ Այնտեղ հանքեր կա, որը որ իսկ ոսկու համար աշխարհում միշտ արյուն է թափվել։ Միշտ արյուն է թափվել, միշտ կռիվ է եղել, միշտ խաբեություն, խարդախություն եղել է։ Ու թող են ֆանտազորները հեքիաթներ չմոգոնեն Ղարաբաղի մասի, որ էսա, ինքը իրենով պետք է ծաղկի, որովհետև այնտեղ կա, այնտեղ
գիտելիքի մարդիկ կան, ուղեղի մարդիկ կան այնտեղ։ Այդ Շուշին է եղել, բայց մերոնք էլ լավն են, մեր մոտ էլ լիքը լավ բաներ կան, ես էլի ով որ Ռուսաստանի գյուղերում, ռայոններում կամ գնացել են ինչ-որ մանր տեղեր գուշակություններ է անում Հայաստանի մասին, բերանները փակեք ու հերիք անիցեք հայ ժողովրդին։ Դուք հայ չեք, դուք գործ չունեք։ Դուք այդ ակամներից եք, գնացեք ձեր համար ապրեք, Պուտինին երկրպագեք, ինչ ուզում եք արեք, մեր երկիրը հանգիստ թողեք, որտեղ մենք ձեր մասին չենք մտածում, ու ոչ մի վատ բան այստեղի հայերի մասին մի ասեք։ Չի կարելի, որտեղ դուք լույսը բացում եք, բերանդ բացում ես, ջուր ես խմում ու հաց ես ուտում, թե չէ փորդ կմեծանա կուռի ու կպայթի, ու աչքերդ էլ կուրանա։ Օրնանքների շարան սկսեցիք։ Այս ինչ էր իմ ասածը, վատ բան ասեցի։ Դե չէ, եթե ինչ որ մեկը Թե սխալ բան ասեցի։ ոչ մի սխալ բան, եթե ինչ որ մեկը իրան թույլ է տալիս։ Ես գրած ունեմ, եթե մեկը կասի չի, կբացեմ, կկարդամ, գցեմ մեզ, տեսեք ինչեր եմ ասել։ Որտեվ ես տեսնում եմ, հիմա ուզում եմ իմանամ, դու կարող ես այս ինչ որ ասեցի կնիկն են էս իմ ասացի տակը։ Ոնց ասում են, օրը գա բարին հետը, Աստված տա այդ ամեն ինչ տեղի ունենա մեր երկրի համար, եթե ինչ որ մեկը իրան թույլ է տալիս մի ազգ անիծի, ազգի պաշտպանությունը այնքան մեծ, մենք ամեն դեպքում ինչքան էլ հիմա մեր երկրի ներսում կա խռովություններ, կա ազգի մեջ պարակտում, հա, ամեն դեպքում մենք մի մեծ էգրեգոր ենք ու եթե ինչ որ մեկը իրան մենակով թույլ է տալիս մի ամբողջ էգրեգորի անիծի, այդ էգրեգորը հաստատ այդ մարդուց բան չի թողելու։ Էգրեգորը հզոր, ովքեր չգիտեն, հա, էներգետիկ կառույցն է, եւ որը առաջանում է, երբ որ նույն ցանկություններով, նույն նպատակներով, նույն մտքերով մարդիկ շարժվում են նույն գործողությամբ, կամ պետական էգրեգորներ, կրոնական, ազգային, տոհմային ու միայնակ մարդը ինքը չի կարա մի էգրեգորի դեմ դուրս գա, ասեմ ավելին 100 հոգով չեն կարա մի էգրեգորի դեմ դուրս գան։ Ու եթե ինչ որ մեկին թվում է, որ ինքը կարա հայերին անիծի, sense ասած, հաստատ իր այդ լավ բան չի լինի։ Ինչ վերաբերվում է մեր ներկայիս վիճակի մասին, ես ուսումնասիրել եմ մեր Հայաստանի 3-րդ ներկայիս հանրապետության քարտեզը ու նաև կանխատեսում եմ ձայնագրել վեդայական աստղաբանության համաձայն մեր հանրապետության ստեղծման ժամանակ ներկայիս հանրապետության մասին է խոսքը լուսինը ջրհոսի համաստեղությունում է գտնվել սկսեմ այնտեղից որ վեդայական ու արևմտյան աստղաբանությունների մեջ կա համակարգային տարբերություն ամեն դեպքում տարբեր համակարգեր են ու կա հաշվարկային տարբերություն արևմտյան աստղաբանների համեմատ վեդայական աստղաբանները վեդայական հաշվարկը աստրոլոգիայի 23 աստիճանով հետ է ու հաճախ լինում է որ արևմտյան աստղաբանները ասում են ինչ որ մոլորակ գտնվում է ցուլի համաստեղությունում օրինակի համար վեդայական աստղաբանները ասում են չէ այդ մոլորակը ցուլի համաստեղությունում չի մի նշան հետ է խոյի համաստեղությունում է ու այս ֆունդամենտալ տարբերությունն է բայց լավ մասնագետներին երբ որ լսում ես կապ չունի այդ լավ մասնագետը աշխատում է վեդայական աստղաբանությամբ, աշխատում է արևմտյան աստղաբանությամբ, աշխատում է տարոյով, թվերով, թե ուղղակի զարակցում, բոլորը նույն բանի մասին են խոսում։ Քաղաքական վերլուծություններ անելու իմաստ չկա, որովհետև ոնց նշեցի, եթե ես բժշկությունից չեմ հասկանում, հետևաբար ես հիվանդ չեմ կարա բուժեմ, իսկ քաղաքականությունը, քաղաքագիտությունը նույնպես մասնագիտություն է, ես չեմ կարա ապացուցեմ ինչ որ քաղաքական ուժի լավ կամ վատ լինելը, ես չունեմ այդքան գիտելիք քաղաքականության մասին ես կարամ անեմ աստղաբանական կանխատեսում ամեն քաղաքական ուժի համար, երկրում սպասվելիք փոփոխությունների մասին, բայց դրան տալ քաղաքական գնահատական, տալ անձնական կարծիք, ես իրավունք չունեմ, որովհետև չեմ հասկանում։ Իսկ երբ որ մարդիկ սկսում են, հա, իրենց կանխատեսումները անել ու կոնկրետ խոսում են մի կուսակցության շահերից ելնելով, իմ համար դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում այնքանով, որ երբ որ դու անում ես ինչ որ վերլուծություն դու պետքա կարենաս մնաս օբյեկտիվ։ Այ էզոտերիկի, հոգեբանի, առհասարակ մարդկանց հետ աշխատող մարդու են կարևորագույն կետը օբյեկտիվ մնալն է։ Եթե մասնագետը չի կարող առանց էմոցիաների, առանց adekvat առանց աշխարհը սև ու սպիտակի բաժանելու անի այդ վերլուծությունը, ուրեմն ինքը մասնագետ չի։ Դու կարաս ունենաս
լիքը գիտելիքներ, լիքը գրքեր կարդացած լինես, բայց այստեղ կան անձնական հատկանիշներ կարևոր։ Մարդ պետքա կարողանա adekvat դատի, կարողանա էզոտերիկայից, գուշակությունից, մոգությունից զատ ունենա լոգիկա, ունենա տրամաբանական մտածողություն, որովհետև մենք ամեն դեպքում նյութական աշխարհում ենք։ Այստեղ կա ռացիոնալ մնալու կարիք, կա տրամաբանորեն մտածելու կարիք ու հնարավորինս իր կանխատեսումները, մոտեցումները անի օբյեկտիվ։ Իհարկե բոլորս էլ մարդիկ ենք, ես էլ ունեմ իմ անձնական կարծիքները, ունեմ ինչ որ քաղաքական գործիչներ, որ իրանց հանդեպ սիմպաթիա ունեմ, սենց համակրանք հայերեն ասած ունեմ, բայց երբ որ բանը հասնում է դրան, որ ես պետք է արդեն տեսա ձայնագրություն անեմ, ինչ որ կանխատեսում անեմ մարդկանց համար, ես իմ կարծիքը ծալում դնում եմ մի կողմ, որովհետև դա իմ կարծիքն է։ Ես իրավունք չունեմ ասեմ Պողոսը լավն է, Պետրոսը վատն է։ Ես կարամ խոսամ Պողոսի աստղերից, ես կարամ խոսամ Պետրոսի աստղերից, մեր Հայաստանի աստղերից, ու ես դրա անեմ իմ կանխատեսումը, որը կլինի, չի լինի, բոլորս էլ կիմանանք չի լինի։ Ինչա։ Եթերով կարծիք հայտնել չի կարող։ Դա պրոֆեսիոնալ չի։ Ես ու դու կարանք խոսենք շատ բան։ Բայց եթերով ենել կարտնաղ կարծե Նիկոլ ինչի՞ց ես չես անում, բայց ինքով է որ հրամանտ ասից։ Ինքն էլ եկավ ասից ոնց անեմ, հա։ Չի Նիկոլ կլինի, նախ Նիկոլ չի, ինքը պարոն վարչապետը Փաշինյանը, չի, էդ էլ է տարական կուլտուրա։ Դա էլ է տարական կուլտուրա։ Ինձանից փոքր որ ինձ իմ անունով է դիմում, ես վատ եմ լինում։ Ասում եմ, բայց ես քո մամայից էլ եմ, ես դու ինչ ես ինձ անունով դիմում, հետս դույով խոսում։ Ես նշանակ ինքը ինքնով մեծացել, որ կարա իմ այդպես խոսի, ես անմիջապես ասում եմ, ինքը ներողություն է խնդրում։ Դա դաստիարակություն ու կուլտուրա։ Ուղղակի վարչապետի սխալը տեղ է գալիս, ես այդ շատ ասել եմ, որ ինքը թույլ է տալիս, որ իր այդ իստևի խոսան։ Այդ էլ ժողովրդավարություն է համարվում։ Բայց հասկացա ամբողջ Եվրոպան ժողովրդավարություն է, բայց օրինակ բանը այդ Ադրբեջանին է, Ալիևը, այն ժողովրդավար երկիր չի, նա այդ երկիրը չի, այնի բրի բանը, այծեղ ջուրա, ծայրահեղ, բայց ինքն էց ընտանիքում է մեծացել, սերտվել, որ ինքը գետ իրան պահել բան, բայց ես մեր վարչապետը որտեղ է մեծացել, հələ նայենք, սարերում, ու խորտ-մուրտ ձերքի տակ, չնայած գերազանց կրթություն ունի, գերազանց, այդտեղ էլ հիմա կասենելի պաշտպանում ես, ճիշտ եմ ասում, փաստ, ուղղակի իրան ճիշտ չի պահել, որ ինքը դիպլոմ չի ստացել, ու որոշ մարդիկ, որ անատամ մազերնել տիֆոս կարան ասել անգրագետ է, որ ինքը ոչ մի բան է, որովհետև լրատվականը շատ սխալ անգրագետ է ներկայացնում, դա պետք է որ տենց ներկայացնի, որտեղ հենց իրանք են վաճառված, իմիջիալոց ես լրատվականները այդ բոլորը դուրս են գալու, իրանք շատ փիս հարվածներ ունեն, կրպանին կխփի առողջական իրանք աշխատանք չեն ունենա, որովհետև այնց խիստ օրենքներ շատ խիստ օրենքներ սկսելու աշխատել, ես Մոսկվա մի քանիս հետ որ խոսում եմ, իրանք վախենում են Պուտինի անուն տան, ամբողջ այդ Viber բան, սա անջատած է, բոլորն անջատած է, ասես մեզ մոտ դիկտատուրա է, ես զարմանում եմ։ Ես ունեմ բնականաբար, հա, իմ կարծիքը Նիկոլ Փաշինյանի մասին, ունեմ իմ կարծիքը Ռոբերտ Քոչարյանի մասին, որ այդ կարծիքներով ես կիսվում եմ իմ մտերիմ մարդկանց հետ, իմ ընկերական շրջապատում, բայց երբ որ ես տեղադրում եմ տեսահոլովակ ու ես գիտեմ, որ ես կրում եմ պատասխանատվություն արդեն իմ հանրային խոսքի համար, պատասխանատվություն իմ հետևորդների առաջ, երբ որ ես կատարում եմ կանխատեսում, որ մարդիկ ինձ հետևում են, դիտում են, ես արդեն իրավունք չունեմ մարդկանց վրա ունենալ ազդեցություն, որովհետև դա մանիպուլյացիա է։ Ես չեմ կարա մարդկանց դրդեմ, որ իրանք ընտրեն այն ուժին, որը ես եմ ուզում։ Ես այդ կարմայի տակ երբեք չեմ մտնի։ Ես երբեք ու մեկ էլ, հա, ես անցած իմ YouTube-յան վիդեոյի մեջ դրա մասին եմ խոսում, մատնանշում են ինչ որ կուսակցության ղեկավարի կրթված լինել չլինելու մասին։ Նախ թե մեր ներկաները, թե մեր նախկինները բոլորն էլ բավականին կրթված են։ Անգրագետ մարդը չի կարա հասնի քաղաքականության մեջ ինչ որ պաշտոնի։ Մեր նախկինները ծայրահեղ գրագետ են, ներկաները նույնպես ծայրահեղ գրագետ են, որովհետև կարողացել են։ Դեբիլ մարդուն այս աշխարհում հում ուտում են։ Դեբիլ մարդը չի հասնում պաշտոնի։ Դա աշխարհի օրենքն է։ Այ կան մարդիկ, որ իրանք քաղաքականության մեջ շատ են մարդիկ, որ գիտեն երբ իրանց դեբիլի տեղ դնեն։
Քաղաքականության էությունը հենց դրա մեջ է կայանում, որ դու իմանաս երբ խելացի լինես, երբ դեբիլ լինես։ Բա դա դիվանագիտություն է։ Բա դիվանագիտության նպատակը այդ է, ու այդ որ խոսում են ինչ որ անտրամաբանական միտք են պահիտակ ասում կամ սխալ բառ են ասում, այդ ամեն ինչը շատ լավ գիտեն, երբ ոնց ասեն։ Եթե իրանք չասեն, եթե չունենային այդ խելքը, հա, ես իմ հետևորդներին հաճախ եմ ասում, եթե այդ մարդը խելք չունենա, ինքը չի կարա միլիոնատեր լինի, չի կարա բիզնես ղեկավարի։ Իսկ եթե այդ մարդը ունի միլիոններ, հետեւաբար ինքը ունեցել է խելք, որ կարեցել է այդ միլիոններին հասնի, այդ բիզնեսները կառավարելուն հասնի։ Կարող է հիմա պահիտակ, անհրաժեշտ է եղել փոխի իր խոսքը անտրամաբանական միտք ասի, բայց թե այդ ամենը դիվանագիտություն է, ու եթե մարդը կարում է այդ դիվանագիտության առաջ գնա, իրան պահիտակ անգրագետ ցույց տալով, պահիտակ շատ գրագետ ցույց տալով, մանիպուլյացիան է։ դե քաղաքականությունը ամբողջությամբ մանիպուլյացիայի մասին է։ Հնարավոր չի մարդ մտնի քաղաքական դաշտ ու ասի ես ոչ մեկին չեմ մանիպուլյացնելու, եթե դու չես կարող մարդկանց մանիպուլյացնես, դու քաղաքականության մեջ տեղ չունես։ Դրա համար ես ինձ այդ կարմայի տակ չեմ մտնի, երբեք չեմ ասի իմ դաշտում, իմ էջում, թե որ այս կուսակցությունը ավելի լավն է, քան մյուսները, էսի ճիշտ բան։ Երբ որ ուսումնասիրում էի մեր երկրի քարտեզը, ներկայիս հանրապետության, Լուսինը ջրհոսի համաստեղությունում էր, Լուսինը ներկայացնում է ազգի բնակչության հոգեկերտվածքը, վարքագիծը, ընդհանուր հոգեբանությունը, էմոցիոնալ դաշտը ու ջրհոսը ինքը դե յուրաքանչյուր նշան, հա, աստղաբանության մեջ էլ տարոյում էլ ունի թե դրական դրսևորումներ, թե բացասական։ Միանշանակ դրական ու միանշանակ բացասական գոյություն չունի։ Ջրհոսի դրականն է, որ ստեղծարար են, գյուտարար են, խելացի են, ձգտում են լավին։ Դրա համար մեր ազգում կան լավ գյուտարարներ, կան լավ բժիշկներ, ունեցել ենք իդեալական գիտնականներ, բայց ջրհոսի մյուս ծայրահեղությունն էլ այնա, որ լինում են դոգմատիկ, մենակ իրանք են ճիշտ ու վերջ, հա, չկա իրանցից բացի ոչ մի ճիշտ, լինում են հետամնաց, չեն սիրում սովորել։ Այս սա նույն էներգիայի ծայրահեղ դրսևորումներն է ու չի կարելի վերցնել մի էներգիայի մի դրսևորումը, ասել ես ջրհոս եմ, ես խելացի եմ, որտեղ դա շատ պրիմիտիվ ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, մարդը այդքան պրիմիտիվ էակ չի։ Գիտես չէ, որ իրենք ֆանտազիոր են լավն են։ Ջրհոսները իդեալական ֆանտազիորներ են, բայց այդ գիտության մեջ հաջողության հասնելու համար պիտի լինես ֆանտազիոր։ Եթե քո ֆանտազիան չի հերիքում, որ ինչ որ մի բան կարա լինի, դու չես էլ փորփրի, որ դրան հասնես։ Եվ պայծառատեսության շատերը պայծառատեսության շնորհքել, կանխատեսման շնորհքներ ունեն։ Դրա համար մեր ազգում այդ պայծառատեսական թեմաները այդքան տարածված է։ Բայց այդտեղ մի հատ բան էլ կա, ջրհոսները ծայրահեղության մարդիկ են, կամ ծայրահեղ լավն են, կամ ծայրահեղ վատ են։ Ու դրա համար մենք մեր երկրում անընդհատ կամ իրար հետ շատ լավ ենք, Աստված շանի, մի հատ վատ բան է լինում, մի անգամից սկսում ենք մեկս մյուսին օգնել, հենց մի թեթև հանգիստ է լինում, սկսում ենք իրար ուտել, ու դա էլի ջրհոսի ծայրահեղական դրսևորումներից է։ Մեր քարտեզում, վեդայական քարտեզում գոյություն ունի երկու դիվային ուժեր, Ռահու ու Կետու են կոչվում, լուսնային հանգույցներ են, իրանք դիվային ուժեր են, բնականաբար որտեղ գտնվում են մի թեթև վնաս այդտեղ տալիս են, լավագույն դեպքում մի թեթևը։ Կետուն մեր քարտեզում նենց դիրք ունի, որ կապված է մեր ազգային արժեքների հետ։ Կետուն երկվորյակի համաստեղությունում է իդեպ, իսկ երկվորյակը ինչ է, սիրում ամեն ինչ փորձել, սիրում է ամեն ինչի մեջ մի թեթև խառնվել, ամեն ինչից քիչ-քիչ իմանալ, ու մեր ազգի մեջ էդի կա, ու նաև Կետուն մեր ազգին կտրում է իր ազգային արժեքներից։ Այ մեր երկրում շատ կա օտարամոլություն։ Այ եվրոպականը լավն է, ռուսականը լավն է, հայկականը լավն է, չնայեք, ամեն ինչ լավն է, բացի հայկականից, ամերիկյանը լավն է, եվրոպականը լավն է, բայց հայկականը լավը չի։ Այս սա Կետուի այդ բացասական դրսևորումն է, որ հակառակը մարդիկ պետք է կարողանան այդ իրենց հայկականը լավը դարձնեն։ Մի հատ արտահայտություն կա, չէ, հայավարի արեցին գնաց։ Եթե ասում են հայավարի արեցին գնաց, նշանակում է մի հատ ծածկադմփոցի արել են, մի բան խաբել են, մեկին գցել են, բայց դա ճիշտ չի։ Ու չպետք է փորձենք մեր փրկությունը գտնենք Եվրոպայի մեջ, մեր փրկությունը գտնենք Ռուսաստանի մեջ, մեր փրկությունը մեր մեջ է։ Ու շատ հետաքրքիր ու նաև վտանգավոր դիրքեր էլ կան մեր քարտեզում բնականաբար։ Նախ 7-րդ տունը, որը պատասխանատու է մեր արտաքին աշխարհի հարաբերություններին, մեր դիվանագիտությանը, ունենք երկու շատ լավ մոլորակներ իրականում Յուպիտերն ու Մերկուրին համաձայն վեդայական քարտեզի 7-րդ տան մեջ են առյուծի համաստեղությունում են։
Սա խոսում է նրա մասին, որ մեր երկիրը կարա հաջողի մենակ գրագետ դիվանագիտության շնորհիվ, բիզնես կապերի շնորհիվ, այսինքն ոչ թե պաթոսին տրվենք, ոչ թե էմոցիաներին տրվենք, ոչ հելնենք քաղաքական այդ ելույթների ժամանակ էմոցիոնալ գորգրանք, ինչ որ սրտաճմլիկ արտահայտություններ անենք, գնանք նստենք ու վсё, այդքանով ավարտվի, այլ իրոք կարողանան երկրի շահերը առաջ տան ու ինչի է սկզբից նշեցի, եթե կարան թեկոզ ուրիշ պետության վատի հաշվին մեր երկիր եկամուտ բերեն, էդի անեն, որովհետև Յուպիտերը ու Մերկուրին իրար հետ սիրում են դիվանագիտություն, իրար հետ սիրում են խոսք, իրար հետ սիրում են բիզնես։ Իսկ եթե բիզնես մտածողությունը չունենա երկրի իշխանությունը, այդ երկիրը չի կարող հաջողության հասնի։ Երկրի իշխանությունը պետք է իմանա որտեղից ինչ եկամուտ կարա ստանա, որտեղից ինչ օգուտ կարա քաղի, որտեղ ինչ գցի։ Մեր քարտեզում նաև ցավոք սրտի շատ ուժեղ 8-րդ տուն ունենք, 8-րդ տունը մահվան տունն է, տրանսֆորմացիաների տունն է, ինչպես նաև պատերազմի տունն է, հա, ու 8-րդ տան մեջ այդ պատերազմական էներգիայի մեջ ունենք երկու կրակի էներգիայով մոլորակ, Արևն ու Մարսը, ու այդ է պատճառը, որ մեր երկիրը, այս երրորդ հանրապետությունը ստեղծման օրվանից մինչև այսօր հանգիստ չունի, որովհետև մենք անընդհատ պատերազմի մեջ ենք, կամ մեր ոչ բարով հարևանների հետ ենք պատերազմի մեջ, կամ եթե դրանց հետ խաղաղությունն է ինչ-որ պայմանական, մենք երկրի ներսում ենք իրար ուտում։ Համենայն դեպս ես 24 տարեկան եմ, ինչ հիշում եմ, կամ մեր երկրում ինչ-որ ցույցեր է, կամ բունտեր է, նախկին իշխանության ժամանակ, ներկայիս իշխանության ժամանակ, մեր երկրում չկա այդ ներքին հանգստությունը, ու դա շատ վտանգավոր է, որովհետև այս պահի տրանզիտներով, հա, մոլորակային որ նայենք, այդ ռահուն, դիվային ուժը հենց ջրհոսի համաստեղության վրա է, մեր բնակչության վրա է, ասենց ասած, մոլորակային այդ ուժը, ռահուն իդեպ տենց մոլորակ գոյություն չունի, ինքը լուսնի հանգույց է ուղղակի երկինք որ նայենք ոչ ռահու կտենանք ոչ կետու կտենանք ֆիզիկական մարմիններ չեն ու ռահուն այդ դիվայն ուժը ինքը մեդիան է մարդկանց զոմբիացումն է, մարդկանց դեգրադացումն է, ինչի է, հա, հիմա այդքան շատացել վատ մեկնաբանություններ գրելը, TikTok-ով մեկը մյուսին հայհոյելը, մեկը մյուսի նկարելը, ինչ-որ հերյուրանքներ տարածելը, մեկը մյուսի գլխին սարքելը, այդ ամենը այդ ռահուի դիվայն ուժն է ու մեր ազգը որպես բնակչություն, որպես հոգեբանական կերտվածք ինչ-որ ազգային, մենք ընկել ենք լրիվ այդ ծայրահեղության մեջ։ Մեր ազգը ներկապահին հենց ինքն իրան ներսից բաժանել է, այնտեղ կան սևեր, սպիտակներ, երևանցիներ, ղարաբաղցիներ, գյումրեցիներ, բայց իրականում մենք բոլորս պրոստը հայ ենք։ Մեր մոտ այդ միասնականության գաղափարը հիմա մաքսիմում տապալված է ու ինչն էլ կարա դառնա պատճառ հենց մեր դուք լիքը լավ բաներ ասեցիք Հայաստանի համար, ես տա Աստված այդ ամեն ինչ լինի, բայց համաձայն վեդայական աստղաբանության այս պահին Հայաստանը գտնվում է, ասենց ասած, կարմիկ խաչմերուկի վրա, որտեղ պետքա որոշում կայացնի։ Ու այդ կարմիկ շրջադարձը սկսել է 2020 թվականի հունվարից, երբ որ Սատուրնի Սադζեսածի շրջանը սկսեց, Սադζեսածին դա Սատուրնը աստրոլոգիայում համարվում է կարմայի տիրակալը, այն ոլորտները, որտեղ մտնում է Սատուրն մոլորակը, այդտեղ արդեն սկսում է կարմիկ պատասխանատվության շրջան ու ինքը տերվում է մոտավորապես 7.5 տարի։ Այս 7.5 տարին 2020 թվականից սկսած մինչև 2027 թվականի կեսեր Հայաստանի համար կարմիկ շրջան է, դրա համար ունեցանք ու Սատուրնը շատ ցավոտ ազդեցություն է բերում, ու Սատուրնի դասերը տված կարմայի պտուղները շատ ցավոտ են ու բնականաբար կարման մենակ օգուտի մասին չի, եթե սխալ ենք պահել, ունենալու ենք վատ արդյունքներ, վնասվելու ենք, եթե ճիշտ ենք պահել, ստանալու ենք ճիշտ արդյունքներ, պարգևատրվելու ենք։ 2020 թվականին ունեցանք այդ ցավոտ կորուստները, այդքան երիտասարդ մարդկանց կորուստ ունեցանք, հողերի կորուստ ունեցանք, տնտեսական ճգնաժամում հայտնվեցինք ու այդ ամենը կուտակված վատ կարմայի արդյունք էր։ Իհարկե ես հիմա չեմ ուզում ցավոտ թեմա է, հա, հնարավոր է դաժե մարդկանց էմոցիաներին կապի։ Ինչ որ մեկը մեղավոր է։ Իրականում կոնկրետ մի անձի մեղավոր համարելը իմ կարծիքով սխալ է, որովհետև պետությունը այդ մի անձ չի, պետությունը մի համակարգ է։ Այդ համակարգի անդամը առաջին հերթին ժողովուրդը, այդ համակարգի անդամը իշխանությունը, այդ համակարգի անդամը ընդդիմությունը, այդ համակարգը իհարկե գլխավորում է ղեկավարը այդ պահին պետության, բայց կոնկրետ մի անձի մեղավորելը սխալ է։
մի անձի մեղավոր հանելը սխալ է, որովհետև մի ամբողջ 30 տարվա պատմություն ըստ իս չի կարելի մի մարդու վրա գցել։ Համենայն դեպս այդ մարդն էլ իր հերթին իր սխալները ունի, բոլորդ էլ սխալներ ունեն, ինձանից, ձեզանից սկսած, այդ մարդկանցով ավարտած բոլորը։ Ու այստեղ թող հանկարծ ինչ որ անգրագետ մարդիկ չհամարեն, որ ինչ որ մեկի շահերն են պաշտպանում, ես առհասարակ չունեմ կուսակցական հայացքներ, բայց 30 տարի շարունակ մենք չենք սովորել, մենք չենք զարգացել, հա, 10-15 տարի առաջ գիրք կարդացող տղերքին վիրավորում ծեծում էին, դոձիկ էին անվանում, դպրոցում սովորելը ամոթ էր, մեր մեջ իշխում էր այդ որոշակի աշխարհ հայացք չեմ ուզում sense խոսակցականով ասեմ պանյատներ, որտեղ էդի աշխարհ հայացք չի, ինչ որ անիմաստ պանյատներ է, որը տարավ մեզ դեգրադացիայի։ Մենք չսովորեցինք, մենք չաճեցինք, մեզ թալանեցին, որ մեզ խաբեցին, անընդհատ պահեցին մանիպուլյացիայի մեջ, որ մենք այս աշխարհում ամենալավն ենք։ Հա, մենք շատ լավն ենք։ Մենք եթե մեր դրական հատկանիշները օգտագործենք, մեր հետևից հասնել չի լինի, որովհետև հայերը համ շատ խելացի են, համ գյուտարար են, իզուր չի ասում, որ քարից հաց ենք սարքում, այդ տաղանդը մենք ունենք, դրա հետ մեկտեղ մարդ ենք, հարևանին հասնող, բարեկամին հասնող, բայց այդ մանիպուլյացիան, հա, այդ ծայրահեղականությունը տարավ նրան, որ մեր մեջ են ծայրահեղական վատն էլ արթնացավ, որովհետև մեր մեջ մի հատ կա զանգված, որ մարդ անվանել է այդ զանգվածին շատ մեծ ճոխություն կլինի, ու այդ իրանց չգիտեմ ինչ կարելի է անել իրականում, ու այդ վերջանումը չէ դա։ Հա, քիչ մնաց, որովհետև նախ նոյեմբեր ամսին այդ դիվային մոլորակի ազդեցությունը ջրհոսի համաստեղությունից տեղափոխվելու է նոյեմբերի, դեկտեմբերի շրջանում։ Նաև մյուս դիվային ուժը մեր արտաքին քաղաքականության տան մեջ էր, 7-րդ տան մեջ էր։ Ու այս պահին այդ պատճառով է, որ մենք ունենք արտաքին քաղաքականության հետ կապված անհասկանալի պահեր։ Նախ սա շրջանա, որ մեր որոշ դաշնակիցներ կարողա փոխվեն։ Այսինքն այն պետությունները, որոնց հետ երկար ժամանակ հարաբերվել ենք, իրենց հետ հարաբերությունները դադարեն, նոր ուղի սկսի։ Բայց այս պահին ամենայն դեպս ու մինչև նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներ դեռևս մնալու է անորոշություն։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին շատ մեծ վտանգ է սպասվում, որովհետև դիվային ուժերը տեղափոխվում են այդ Ռահուն ու Կետուն տեղափոխվում են վտանգավոր տներ 12-րդ ու 6-րդ տունը, 6-րդ տունը թշնամիների մասին է, 12-րդ տունը արտագաղթի մասին է, ճգնաժամերի, կորուստների մասին է, ու շատ հավանական է, որ նոյեմբերի վերջ, դեկտեմբերի սկիզբ շրջանում մենք ունենանք ներքին ընդհարումներ, պատերազմ ոչ թե արտաքին թշնամիների, այլ ներքին թշնամիների հետ։ Հնարավոր է ընդվզումներ, որովհետև այստեղ կա մահվան էներգիա 6-րդ ու 12-րդ տները, ու այդ վահվան էներգիան դիվային ուժերի հետ համատեղելիության հետ մեկտեղ ակտիվանալու է։ Իհարկե չեմ ուզում վախացնեմ մարդկանց, բայց դե այդ վտանգը համաձայն աստրոլոգիայի կա, ու շատ կարևոր է, հա, որ մարդիկ իրենց գիտակցությունը չկորցնեն, ինչքան մարդիկ մնան ռացիոնալ, ինչքան կարողանան սուտ լուրը ճիշտ լուրից տարբերեն, ինչքան կարողանան չտրվեն մանիպուլյացիաներին, այ դուք ինձ հաղորդման սկզբում հարցրեցիք, հա, ինչպես տարբերել լավ մասնագետին շարլատանից, այդ հարցին մոռացել էի պատասխանել, հենց այս պահին իսկական պահն է պատասխանելու։ Երբ որ դուք տենում եք ինչ-որ տարոլոգի, երբ որ տենում եք ինչ-որ աստրոլոգի, ով գուշակություններ է անում, մի անգամից մի տրվեք այդ բանին, որովհետև հիմա ով ունի կարիք, սենց ասած, դիտումներ հավաքելու, խոսում է քաղաքականությունից։ Բոլորս գիտենք, որ YouTube-ի դիտումները հնարավոր է մոնետիզացնել, փող ստեղծել, ու մարդկանց պետքա պրոստը շատ դիտումներ։ Վերնագիրը, տես ինչ։ Վերնագիրը կդնեն Հայաստանը հանձնեցին, վերնագիրը կդնեն Ղարաբաղը հեսօր հետ եկա, վերնագիրը կդնեն Ալիևը մահացավ, վերնագիրը կդնեն Նիկոլը դարավ կենթանի, մի խոսքով մի հատ անկապ վերնագիր կդնեն, այն կա, չէ, Ալեն Սիմոնյանը ապտակել է Ալիևին, տենց լուրեր կան, որ մարդ դիտումներ հավաքեն, այդ տենց հիմարությունները պետք է մարդը հասկանա ու այն անգամ այդ վիդեոն չբացի, որովհետև երբ որ դուք բացում այդ վիդեոն նայում եք, այնտեղ տոտալ հիմարություն է, բայց ձեր դիտումից փող է գեներացվում, ու այդ մարդկանց պրոստը այդ փողն է պետք։ Նույնն էլ աստրոլոգներին, գուշակներին, մարդ կա էզոտերիկայի բլոգ է, բայց բացում է սաղ քաղաքականությունն է իր մոտ։ Այդ մարդը քաղաքագետ չի։ Ես լինելով էզոտերիկայի մեջ տարվա մեջ 2-3 անգամ կարող է երկրի մասին ինչ որ կանխատեսում անեմ, դրան նվիրված վիդեոներ լինեն։ Անցած տարի Սև լույսի նկարիչում էր,
որը տվեց հենց նման մարդիկ հայտնվելը շատ հիմա այ որ ասում ես 16 տարեկանից տարին նայում դա եղավ աբսուրդ է ուղղակի եւ աստղաբաններ շատացան տարիքը կապ չունի երիտասարդները շատ են եւ տարոլոգներ եւ պայծառատեսներ մի խոսքով գուշակները շատացան դա պետքա լիներ հիմա որ ես ուղղակի ժամկետները լավ չեմ հիշում որքան հիշում եմ մարտն էր արդեն սև լուսենը մտավ այդ աղեղնավորն այլ է մոգություն աղեղ միստիկ նշանն ինքը որ արդեն մարդիկ պետքա կարողանան տարբերել 14 իրարից ու այդ դրա համար եմ ես հրավիրում քեզ կանչեցի Արմանին կանչեցի որ մարդիկ կարողանան տարբերել ես մի բան էլ ասեմ վերջացնեմ որտեղ մարդիկ կհոգնեն մենք շատ երկար խոսեցինք այ չոք խոսանք այդ որ մահվան տան մասին ասում էիր որ ոչ թե 6 ու 7 տների մասին է խոսքը սա այդ մահը նշանակում է հնի ջնջում հա ինչի համար էս ֆենիքսն է գալիս է այդ խեղճ թրջունը տեղ չի հասնում մոխերից դուրս եկոն ես 2-3-4 տարեկան ասեմ հիմա ֆենիքսը կգա հիմա կգա չի գալիս ոնց որ մահերեն դուրը պետք է բացի ու գա Հայաստանը ծաղկի այդտեղն էլ դուրս է գալի որտեղ խփում է գետնին տեսնում է փուչա նորից հետ է գնում մեհերի մասին է խոսքը ինչ եմ ասում այս ինչ որ եղել է այսքան շատ հին ժամանակներից բայց վերցնենք Սատուրնի տարիքով որը հիշողություններ ու շատ դաժան մոլորակ է համարվում հնի ջնջում այսինքն հին մտածելակերպ հին ապրելակերպ ինչ որ մենք արել ենք իրար ու ստրկական միջև անգամ ընտանիքներում որ ստրկական վիճակով ինչ որ պետության տակ մենք ստրուկ ենք մենք վերջապես պետք է փոխվենք այս բանը պետք է մարդը հասկանա եթե նշանակում է մենք ռուսին չենք ուզում դա չի նշանակում թուրքին ենք ուզում այս էլ է սխալ անգրակետ հասկացողություն ես նստում եմ տաքսիստն ասում է ավելի լավ է գնանք ռուսի լծի տակ քան թուրքի բայց ով է գնում դու գնում ես թուրքի լծի տակ ես չեմ գնում ով ղեկավարությունը չի տանում իսկ մի հատ ասենց այս խոսքը իսկ կարելի է առանց ինչ որ մեկի լծի տակ ապրեք մարդկանց գաղափարը դա որ մենք պիտի ինչ որ մեկի լծի տակ ապրենք այնց է դա մեր վատը մենք մի անգամ արդեն ռուսի լծի տակ մտել ենք հաստատ вообще պատմությունը ես պատմության տենց գիտակ չեմ դպրոցում իմ թույլ առարական է եղել պատմությունը ճիշտ է միշտ 9-ով ու 20-ներով ավարտել եմ բայց ես հիշողություն չունեմ որ ասեմ պատմությունից լավ եմ հասկանում բայց ինչքան ուսումնասիրել եմ մեր երկրի յուրաքանչյուր ցեղասպանությունը այդ պետությունով է սկսել այդ պետությունով ավարտվել է Թուրքիային են իրանք օգնել, Ադրբեջանին են շատ հարցերում օգնել, իհարկե եղել է նաև պահեր, որ մեզ են օգնել, բայց այդ օգուտը այնքան ուշացած է եկել, որ նրանք իրենց անելիքը արել են։ Ու մարդկանց մի հատ կատեգորիա կա, որ կամ ռուսի լծի տակ պետք է ապրենք, կամ թուրքի, չէ, մենք կարանք մեր ոչ մեկի լծի տակ ապրենք։ Եվրոպացու չէ, որովհետև ես իրականում չեմ ուզենա sense լրիվ մենք Եվրոպայի մեջ մտնենք, որովհետև եվրոպական շատ ամորալ գաղափարներ կան, շատ այլասերված գաղափարներ կան, որ ես չեմ հանդուրժի ու չեմ ցանկանա իմ երկրում այդ այլասերվածությունը տեսնեմ։ Հիմա մեր մեջ տարածված է եվրո ստանդարտները լավն են, որակյալ են, էս են, փող է գալիս եւ այլն։ Ահա, թող հարաբերությունները լավ լինեն։ Դիվանագիտոր, ես դիվանագետ չեմ կարող ասեմ, բայց եթե հնարավորություն կա նենց վիճակ լինի, որ հարաբերությունները լավ լինեն, կարենան առանց վիզայի գնան շատ լավ, բայց ես չեմ պատկերացնում, որ այդ այլասերված բարքերը գան Հայաստան, իմ ընտանիքը, հետագայում իմ երեխան տեսնի եւ այլն։ Իհարկե տարածված է, բայց գոնե ռոպագանդայի տեսքով չլինի, որը լինելու է։ Նայեք, 41 համաշխարհային պատերազմը, 41 թվականին պատերազմը որ եղավ, եթե ամբողջ Սովետ միությունը, այդ միությունները, այդ ժողովուրդը չպայքարեր, չմասնակցեր ռուսետ, իրանք պատերազմը տանուլ էին տալու։ Մեզանով էլ, ադրբեջանցի, Վրաստան, Ղազախ, Կիրգիզ, Ուդմուտ բոլոր պետություններից գնացին ու հաղթեցին, որ ռուսները հաղթեցին, բայց դա մեր ժողովուրդն է հաղթել։ Հիմա այդ ժողովուրդը հեռանում է Ռուսաստանից, որովհետև նա ճահիճի մեջ է։ Ով հիմա Ռուսաստանի կողք եղավ, իր այդ քաշելու է ճահիճ։ Սա քանի անգամ կրկնել եմ։ Չի ուզենա, որ այդ վիլիկի ռուսը չփչանա, որովհետև ափսոս է։ Բայց ռուսին էլ ասում են մի կպեք, որտեղ դա ժողովուրդ է։ Այստեղ այդ Կրեմլյանում ու թաթարներն են հիմնական, էլ չեմ խորանում այդտեղ։ Այդ բանը շատ կրկնել եմ։ Անգլիային էլ լավ չի,
Երուսաղեմ, Իսրայելը լավ չի, Ադրբեջանը լավ չի, Թուրքիան, Ուկրաինան, բայց ես չեմ ուզում պարագլուխներով ասեմ, այդ շատ անկախ իրենցից այդ վիճակի մեջ են ընկնելու պատերազմական, նաև երկնային աղետներ շատ սպասվում, որ ավելի վտանգավոր է։ Այսպես, արի մի լավ բան ասենք, որ Հայաստանը իրոք ծաղկունքի մեջ է լինելու, իրոք լինելու է, մենք մի բռուցք լինենք, մի գաղափարի լինենք, հերիկա սութի պուտի նժդեի բառերն օգտագործեք ու ոչ մեկը չանեք, չեք անում դուք, Թումանյանի հեքիաթներ կարդացեք, Քևչի Հասանին կարդացեք, որ ամեն ինչ տարավ իրանից, բայց էլի քերպանում էր, ուրախանում էր, Հոբը կարդացեք, որ Հոբից, ես հիմա Հոբի վիճակում եմ, որովհետև շատ հիմար մարդիկ հիմար բաներ դուրս են տալի, հիմարի հետ է գլուխ ես տնում, դու ես դառնում այդպես, բայց ես ինչ է գլուխ տնեմ, Հոբի վիճակն եմ, այո, որ Հոբից ինք ամեն ինչ ուներ, հարուստ, ամեն ինչ, կամած, ու անդադ ասում փառք էր տալի, Սատանեն մի օր եկավ Աստծուն, ես սիրում եմ հեքիաթների նման պատմում, Սատանեն եկավ Աստծուն ասեց, բա ինչ կանի քեզ ամբողջ օրը երկրպագում ա, հələ այդ ամեն ինչը ձեռքից վերցրու, չէր կարա տենց բանել, լավ ասեց մի շաբաթ քեզ եմ տալի, տար, ու քամի տվեց, փոթորիկ տվեց, ծառու բաղ ու բոստան, այգի ամեն ինչ ավիրեց, վերջացավ իր այգին, հետո ծառաներին, հետո ընտանիքին, ամեն ինչ, ամեն անգամ Աստծուն փառք էր տալիս, Հոբը, ինքը ոչինչ չուներ, տուն, տեղ, ընտանիք, հարստություն, անասուններ, ամենը խփեց ու տարավ, էլի փառքը շատ Տեր Աստված, ու վերջում ասում Աստված տվեց ավելին քան ուներ, այսպես պետք է բոլորդ մտածեք, ես էլ եմ հիմա Հոբի վիճակով ու ես սա անեծք չի, ես ասում եմ, թող ոչ ոք չուրախանա իմ վշտով ու երբեք չասեք, խելքել չեք արել այդքանից հետո չես պատժվում, չէ չեմ պատժվում, որտեղ ես ոչ մի վատ բան չեմ արել, ոչ մի վատ բան, ու որ իմ Արտուրի, այս հիմա եթերները տա սատանեք եկել են, ով մեզ սատանա կտեսնի ինքը սատանա է, այդ իր ընտանիքի երեխեքն էլ սատանի ճտերն են, այնպես որ Հայաստանին հանգիստ թողեք, հայ ժողովուրդն էլ հանգիստ թողեք, գնացեք ձեր աշխարհով ապրեք, հայեր այդ գործ չունեք, որտեղ հայը ինքը արմատը լավն է, մենք երկրի աղն ենք համարվում, ով մեզ վատ բան է ասում, այդ աղը լցվելու է իրանց աչքերին, իրանք մռմուռ ստանա, այսքանը Դե եկող տարի 2027 թվականին արդեն Սատուրնի այդ կարմայական ազդեցությունը կանցնի, որոշ հարցեր ավելի արագ կարգավորում կստանան, բայց դրանից հետո սկսում է 30 տարի ազդեցություն, ինչքան էլ այս կարմայական բարձրաշրջանը անցնում է Հայաստանի վրայից, ես սկսում է 29-30 տարի տևողությամբ Սատուրնի էտապը ու այդ շրջանում արդեն շատ կարևոր է լինելու սովորել կարգ ու կանոն։ Մենք չենք սիրում կարգ ու կանոն, բայց անընդհատ կարման պահանջում է մարդկանց կարգ ու կանոն։ Հենի ջնջում նորից սկիզբ։ Թողեք ֆենիստ ու մահերը գան։ Աստված բոլորիս հետ ու եղեք համբերատար։ Լույսը բացվում է իրար սիրով տեսեք։ Զանգի մեկի մի հատ լավ բան ասա էլի, որտեվ արև ես տեսնում։ Շուտով էլի անձրևները կսկսեն։ Ոչինչ, թող անձրևը գա մաքրվի, հիմա մի քիչ շոկերը էլի անձրև կլելի։ Թող գա անձրևը մաքրում է, օզոն է։ Ես շոկը տանել չեմ կարող։ Աստված բոլորիս հետ։